Dear Jesus, Թանկագին Հիսուս, speak to my heart. խոսիր սրտիս հետ, Change my life. փոխիր իմ կյանքը, In your քո precious name. թանկագին անունով, Amen. ամեն, You may be seated. դուք կարող եք նստել, If you have a Bible, եթե քեզ մոտ Աստվածաշունչ կա, բացիր հայտնության գիրքը, if you're a Bible եթե school դու student, that is Աստվածաշնչյան the last դպրոցի book in the ուսանող New ես, սա վերջին Testament. գիրքն է նոր կտակարանում, The book of Revelation. հայտնության գիրք, 3-րդ գլուխ, I want to show you why you're turning. մինչ դուք բացում եք, ես ցույց կտամ ձեզ որոշ մարդկանց I want to նկարներ, show you some pictures. հույսով եմ դրանք կցուցադրվեն մեծ էկրանով, այնպես որ բոլորդ կարող եք Above տեսնել, the platform so all of you can see it. Show you a picture ես of a ցույց few կտամ people որոշ մարդկանց նկարներ, that are gone. ովքեր արդեն մահացել են, Anybody recognize this man? ինչ որ մեկը ճանաչում է այս մարդուն, Can you see that? դուք տեսնում եք սա, Jonathan Edwards. սա Ջոնաթան Էդվարդսն է, How many heard of մեծագույն, sinners քանիսը in the եք hands of լսել God? մեղավորները զայրացած Աստծո ձեռքերում This is the քարոզի man that մասին, preached it. այս That was մարդն է a good քարոզել guess, այն, George Washington. ես գիտեմ, որ ճիշտ վայրում եմ այսօր, I know I'm in the right place tonight. How about this man right here? իսկ ինչ կասեք այս մարդու մասին, Abraham Lincoln? No. Աբրահամ Լինքոլնը, ոչ, This is D.L. Moody, սա D.L. Մուդին է, great evangelist. նա մեծ ամերիկացի ավետարանիչ էր, How about this man? իսկ ինչ կասեք այս մարդու մասին, Charles Finney, սա Չարլզ Ֆինինն է, another եւս մեկ հայտնի ավետարանիչ, well-known evangelist that shook որ this nation. ցնցեց այս ազգն անցյալ դարում, But this little girl, իսկ այս փոքրիկ աղջիկը, this is Jessica, սա Ջեսիկա Ջեյմսն է, who was ով martyred նահատակվեց Կենտուկիում, in Kentucky. I believe it was Paducah, դա վերջերս not էր, too long ago. Քեյսի նույնպես Casey. մահացել է, Dead and gone սպանվել է Կենտուկիում, աղոթքի հավաքույթի during a ժամանակ, prayer meeting. Nicole, Նիկոլը սպանվել է աղոթքի հավաքույթի ժամանակ, killed during a prayer meeting. Many of you know the story. of ձեզանից Cassie. շատերը գիտեն Քեյսիի մասին, We're almost at the one քանի որ այժմ լրանում է կոլումբիական սպանությունների մեկամյակը, killings. I believe it's 1 month away from որքան today. գիտեմ այն կլրանա մեկ ամսից, Rachel Scott, another young Ռեյչել lady, Սքոթը, was երիտասարդ on մի her way to աղջիկ, be ով գնում էր in Աֆրիկա միսիոներական ծառայության, As a matter of fact, John Bevere said Ջոն Բիվերն ասաց, որ Աֆրիկա է գնացել Ռեյչելի մոր եւ հոր հետ, ճիշտ է, mother and stepfather. մոր եւ Rachel's խորթ հոր missionary հետ, there, but Rachel Ռեյչելը Scott, միսիոներ պետք է լիներ, D.L. Moody's բայց նա gone. մահացել է, Դել Մուդին մահացել է, Cassie's gone. Քեյսին մահացել է, Jonathan Edwards. Ջոնաթան Էդվարդսը մահացել է, And I could stand here եւ tonight այսօր ես կարող եմ կանգնել այստեղ եւ շարունակ հիշատակել ժամանակակից հոգեվոր առաջնորդների անունները, mentioning contemporary leaders like. How many remember? քանիսը եք հիշում երաժիշտ Քեյթ Գրինին, How many loved his music? ձեզանից քանիսին է դուր գալիս նրա երաժշտությունը, He's gone. նա մահացել է, Who was the one that wrote our ով է գրել մեր Աստված, փառահեղ Աստված է նա երգը, Rich Mullins. Ռիչ Մոլինսը, He's gone. նա մահացել է, Killed սպանվել է in a truck accident. ավտովթարի ժամանակ, They're gone. նրանք մահացել են, Nothing we can do about մենք ոչինչ չենք կարող անել այդ կապակցությամբ, it. It's over. ինչպես եւ նրանք, I want ամեն ինչ everybody to look ավարտված this է, way. ես ցանկանում եմ որպեսզի բոլորդ I այստեղ come to you նայեք, tonight ես կանգնած եմ այսօր ձեր with առջև, a concern քանի որ մտահոգված եմ յուրաքանչյուրիդ համար այս դահլիճում, for every single soul in this building. People ask մարդիկ միշտ հարցնում են ինձ, ինչու ես այդքան շատ աշխատում, as hard as you work. Why do you ինչու do ես անում այն, ինչ անում ես,
I had one particular Ինձ reporter մոտ մի կին լրագրող եկավ եւ նա գիտեր մեր ամբողջ պատմությունը, թե ինչպես ենք մենք աշխատել Արգենտինայում, Ռուսաստանում, Իսպանիայում, նա գիտեր ամեն ինչ Բրանսվիլի արթնության մասին եւ թե ինչպես ենք մենք հիմա ավետարանչական ծառայություններ անցկացնում Ամերիկայում մեկ եւ նույնպես 12 բազմազ քաղաքներում, ինչպես եւ այս քաղաքում։ Նա հարցրեց ինձ. «Որն է ձեր դրդապատճառը։ Ինչն է դրդում ձեզ անել այն, ինչ դուք անում եք։ Ինչու եք այսպես առաջ շարժվում։ Ես կասեմ ձեզ իմ ընկերներ, I'll be gone like them. կարճ ժամանակ անց ես կմահանամ, ինչպես եւ նրանք։ You'll be gone. Շատ կարճ ժամանակ անց դուք նույնպես What կմահանաք։ you did, Եվ կարևոր է լինելու միայն այն, what ինչ you դուք did արել եք այս երկրագնդի վրա։ Այն, ինչ դուք արել եք այս երկրի վրա Հիսուս Քրիստոսի համար։ that's going to matter. Now tonight, Այս երեկո ես մի փոքր ծանր եմ խոսելու։ handle that. Քանիսը կարող են ընկալել դա։ In Revelation 3, Բացեք ինձ այդ հայտնության 3-րդ գլուխ 11-րդ խոսքը։ behold, Ահա ես գալիս եմ շուտով, I come quickly. պահիր այն, Hold that որ ունես, which thou hast, որ ոչ ոք չառնի քո that no պսակը։ man take thy crown. That's all we're going to read. Ահա թե ինչպես ենք մենք վարվելու։ Hold fast Պահիր այն, that which thou ինչ hast. ունես։ Young people are wanting Երիտասարդներ, ես ցանկանում եմ, որպեսզի դուք լսեք ինձ, որպեսզի ոչ ոք չառնի ձեր պսակը։ Now I could spend Այսօր ես կարող եմ 2 կամ 3 ժամ խոսել այն պսակների մասին, որ կան Աստվածաշնչում։ the Bible. If you're taking Եթե դուք նշումներ եք անում, ապա այսօրվա ուղերձի վերնագիրն է. is you can't Դու have, չես կարող խլել դա։ you can't have it. Դու չես կարող խլել դա։ Գիտեք, ես ջանք եմ թափում You հատուկ know what the նպատակի crown համար։ represents in the Bible? Գիտեք, թե ինչ է խորհրդանշում պսակն Աստվածաշնչում։ Պողոսն այսպես ասաց. Ես ավարտել եմ պատերազմը եւ ընթացքը։ There is laid up for me. Այժմ ինձ սպասում է ինչ։ Պսակ։ Գիտեք, թե ինչ է պսակը։ You know what a crown represents? It's a trophy. Այն հաղթանշան է։ If you were in a Եթե Հիսուսի օրերում դու մարզիկ լինեիր, եթե դու մրցեիր եւ մարզադաշտում առաջինը հասներ եւ յետևում թողնեիր բոլորին, քո գլխին ծաղկեպսակ կդնեին lay a wreath, եւ ամբողջը կծափահարեր։ a crown. Դու հաղթեցիր։ It could have flowers on it, whatever, but they set it on your head, and then the crowd would applaud. You won. They put the crown. Դու հաղթեցիր, դու բոլորի արժևում էիր, դու հաղթեցիր մրցավազքը։ Իմ ընկեր, խնդիրն այն է, որ բոլորս էլ այստեղ վերապրելու ենք այն, ինչ վերապրել է Պողոս առաքյալը։ See, every one of us in this place, we're going to experience what the Apostle Paul experienced. He died. Նա մահացավ, Պետրոսը մահացավ, Cassie died. Սթիվենը մահացավ, Քեյսին մահացավ, Նիկոլը մահացավ, Ջոնաթան Էդվարդսը մահացավ, Քեյթ Գրինը մահացավ, Սթիվ Հիլը կմահանա։ Amanda. Ինչի անունդ Ամանդա, Ամանդան կմահանա։ Michael. Ինչի անունդ Մայքլ, Մայքլը կմահանա։ Ինչի անունդ Leona's going to die. Լիոնը կմահանա։ What's going to happen? Ինչ է լինելու։ Let me tell you what a crown Ես կասեմ ձեզ, թե ինչ է խորհրդանշում պսակը կամ թագը։ Քանիսն են լսում այսօր։ Պսակը ցույց է տալիս, թե ինչ ես դու արել Աստծո համար այստեղ, ինչ ես վաստակել այստեղ։ I'm going to lay a quick Ես արագ հիմք եմ դնում իմ ընկեր։ Այս ուղերձը երկար է լինելու եւ բոլորը կհասկանան այն։ Ինձ մոտ թղթեթակ կա։ a paper crown. Ես ցանկանում եմ, որպեսզի դու պատկերացնես, որ մահանում ես։ You dying right now. Հենց հիմա, որտեղ էլ լինես, եւ դու արել ես Աստծո համար այն, ինչ արել ես։ Stand before Դու God. կանգնում ես Աստծո առջև And the only եւ միակ բանը, որ սպասում է քեզ այնտեղ, is a worthless անպետ թղթեք թագն է։ paper crown. You know what this represents? Գիտես թե ինչ է սա խորհրդանշում։ Absolutely. Ընդհանրապես ոչ մի բան։ You did nothing. Դու ոչինչ չես արել Աստծո Steering համար։ committee, let me tell you what I'm Ստիվեն թույլ տուր ասել, թե ինչ եմ ես տեսնում ողջ Ամերիկայում։ Ես նայում եմ, թե ինչպես են հովիվներն ու եկեղեցական առաջնորդներն անգործության մատնվում։ right in the midst Երբ այս ազգը վերապրում է երբևէ տեղի ունեցած մեծագույն rather արթնությունը, than going after God. փոխանակ գնալու Աստծո ետևից, փոխանակ ավելին անելու Տիրոջ համար նրանք հոգնում են։ Well, who isn't? Իսկ ով հոգնած չէ։ This is war. Սա պատերազմ է։ Ես ասացի, իսկ ով հոգնած չէ։ Within 25 Այս դահլիճից դուրս 40 կիլոմետրի շրջակայքում բնակում է 500,000 մարդ։ most of Նրանց մեծամասնությունը կմահանա եւ կգնա դժոխք։ while we sit Իսկ մենք նստած ենք ռեստորաններում։
When we stand before Բայց God, մենք կանգնելու ենք Աստծո առջև։ I'm showing you Ես ցույց եմ something. տալիս ձեզ մի բան, որ չի կատարվի Ստիվի հետ։ I won't get Ես թղթեպսակ չեմ ստանա։ I won't receive Իմ գլխին ինչ որ աղբ չեն դնելու։ my head. I'm not going Ես չեմ nայելի իմ Տեր Հիսուս Քրիստոսին, երբ նա պսակներ կամ թագեր բաժանի թագադրման օրը։ and my name Այնպես չի լինի, որ երբ կանչեն իմ անունը, մի տուփից անպետք մի թակ կվերցնեն, կշպրտեն ինձ worthless crowns. եւ կասեն. And they throw this trash and say, here's what you did. Ահա թե ինչ ես դու արել քո կյանքի ընթացքում։ Kids, if you get a Երեխաներ, եթե դուք վերցրեցիք սրա կտորներից, ես ցանկանում եմ, որպեսզի դուք լսեք ինձ։ that the most important Ես ցանկանում եմ, որպեսզի դուք երբեք չմոռանաք, որ ամենակարևոր բանը կյանքում այն է, ինչ դուք անում եք Հիսուսի համար։ Now sit back there. Վերադարձեք ձեր տեղերը։ Look this way, friend. Նայեք այստեղ ընկերներ, յուրաքանչյուր մարդու կյանքի ավարտին։ Երեխաներ, ինձ նայեք, հեյ, նստեք եւ այստեղ նայեք։ Ես սիրում եմ ձեզ։ Մի խոսեք։ Լավ, Thank you. շնորհակալություն։ At the end of every life, Յուրաքանչյուր մարդու կյանքի վերջում կա վարձատրության եւ պատժի ժամանակ։ those of you listening at home, Եթե դուք լսում եք տանը, երբեք մի մոռացեք at սա։ the end of every Յուրաքանչյուր մարդու կյանքի վերջում, երբ նա մահանա, կա վարձատրության եւ պատժի ժամանակ։ according to the word of Ըստ Աստծո խոսքի մենք կդատվենք։ Now let me give you a Դու տվեք ինձ մի օրինակ բերել այս կյանքից։ in the natural. Այժմ ամբողջ աշխարհում մարդիկ մարզում են օլիմպիական խաղերի համար։ Those that are Սուզվողները մարզում են իրենց սատկերը եւ ամբողջ աշխարհում կան մարզիկներ ու լողորդներ, ովքեր պատրաստվում են օլիմպիական խաղերին։ high dives of Թույլ տվեք ասել ձեզ, թե ինչ են նրանք անում։ Նրանք չեն արթնանում առավոտյան, հերոստացույց դիտում եւ հիմարություններ անում հուսալով, որ բարձրագույն միավորի կարժանանան, sitting around երբ Ավստրալիա հասնեն։ goofing off. Նրանք մարզվում են, վազում են, նրանք ճիշտ են սնվում, ջանք են թափում, նրանք զբաղվում են որոշակի սպորտաձևով, որպեսզի հաղթեն։ And they are practicing, they are laboring, they are working at the particular sport in order to win. Նրանք երազում են կանգնել ամբողջի առջև մարզադահլիճի ու մրցումների վերջին օրը, զբաղեցնել առաջին 3 տեղերից ամենավերևինը եւ շահել ոսկե պսակը։ Ահա թե ինչի են նրանք ձգտում, նրանք ցանկանում են ոսկե մեդալ ստանալ։ Նրանք ջանք են թափում դրա The համար։ gold medal. They're working for that. Those that are going to be in Սուզորդները շտկում են իրենց սատկի մոտեցման ձևը, բարձրությունը, պտույտները, ահա այն թե ինչպես են սուզվում ջրի the մեջ։ routine going down, the entry into Նրանք ցանկանում են համոզված լինել, որ դա գերազանց է եւ որ դատավորները կհիանան։ judges marvel. I look at how we do that in the natural. Then I Ես look նայում at եմ թե ինչպես են նրանք անում դա բնականում, իսկ հետո քրիստոնյաներին հոգևորում։ See, when we die, Երբ մենք մահանանք, there's going to be a լինելու է վարձատրության եւ պատժի ժամանակ։ your life. Ինչ ես արել քո կյանքում։ We're going to be judged. Մենք դատվելու ենք։ Բոլորդ ասացեք, մենք դատվելու ենք։ How many know that you're Ձեզանից քանիսը գիտեն, որ դատվելու են իրենց խոսքերի համար։ The Bible says Աստվածաշունչն ասում է, բոլորդ ասացեք։ Աստվածաշունչն ասում է, որ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն, դատաստանի օրը հաշիվ պիտի տան։ that's in Matthew. Սա գրված է Մատթեոս We'll be 12:36-ում։ judged for our Մենք work. դատվելու ենք մեր խոսքերի համար։ You'll be judged. Դու դատվելու ես քո ընթացքի համար, թե ինչ ես արել քո կյանքի ընթացքում, ուր ես գնացել երկու ոտքերով։ Աստվածաշունչն ասում է Երեմիա 17:10-ում. Ես Տերս քննում եմ սիրտը, փորձում եմ երիկամունքը, որ տամ մարդի սիրտ ճանապարհների համեմատ եւ իր գործերի պտղին համեմատ։ Երիտասարդներ, դուք դատվելու եք այն բանի համար, թե ինչպես եք ապրել ձեր կյանքը։ Steve Hill is Ստիվ going Հիլը to be դատվելու է for everything. ամեն բանի համար, որ արել է։ Դատվելու եմ իմ գործերի համար։ Bible says. Աստվածաշունչն ասում է, բոլորդ ասացեք, Աստվածաշունչն ասում է, ամեն մեկի գործը պիտի հայտնվի, որ օրը կերևեցնի, որովհետև կրակով պիտի հայտնվի, եւ ամեն մեկի գործը թե ինչպես է կրակը կփորձի։ I want to tell you Ես ցանկանում եմ ասել ձեզ, թե ինչու ոչ ոք չի ներկայացնում Ստիվ Հիլին, արթնացիր Ամերիկա արթնության ծառայությունների ժամանակ, why? Because that kind of որովհետև ես ատում եմ դա։ nobody Իսկ գիտեք ինչու, որովհետև այդ տեսակի աղբն այրվելու է, ոչ ոք ինչ որ բան չի ներկայացնում իրենից։ Մենք շնորհքով ենք փրկված։ Everyone in this, Բոլորս այս վայրում հավասար ենք։ we're all the same. Մենք նույնն ենք։
That's why you'll never Իսկ այդ պատճառով արթնացիր ամերիկա ծառայությունների ժամանակ դու երբեք չեք լսի հետևյալ խոսքերը. Տիկնայք եւ պարոնայք, we might recognize ողջունեք, like Brother Berteau, who's a pastor and things like որովհետեւ ոչ ոք իրենից ինչ որ բան չի ներկայացնում։ elevating a man. Մենք կարող ենք պատվել եղբայր Բորդոյի նման մարդկանց, ով հովիվ է, բայց ես դրա մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ մարդու մեծարելու մասին, ասես նա ինչ որ բան է, You're not standing knee deep. որքան ծիծաղելի է։ That means everything that I did burned up. Լեոնարդ Ռեյվենհիլն ասում էր ինձ. Սթիվեն, այնպես արա, որ երբ մահանաս, մինչև ծնկներիդ մոխրի մեջ չկանգնես, այսինքն ամեն ինչ որ արել եմ, կարող է այրվել։ Ահա թե ինչ է սարսափեցնում ինձ Բրանսվիլի արթնության մասին մտածելիս։ Because everything that Ես ցանկանում եմ համոզվածնել, որ ամեն ինչ որ տեղի ունենում Բրանսվիլի արթնության ժամանակ Աստծուց էր, այլ ոչ թե մարդուց, որովհետև այնինչ մարդուց է այրվելու է այդ օրը։ Իսկ ես չեմ ցանկանում կանգնել մոխրակույտի մեջ։ Now I know what it's like. Մենք կդատվենք, մեզանից յուրաքանչյուրը կդատվի։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում դատվածնել։ Ես կանգնել եմ երկրային դատավորների առջև եւ պատասխան տվել այն բաների համար, որ արել եմ այս մարմնում։ Ես հիշում եմ, որ մեկ անգամ կանգնած էի մի դատավորի առջև եւ գիտեի, որ ինձ ազատ են արձակելու։ Ես գիտեի, որ ազատվելու եմ եւ իմ դատապաշտպանը եկավ ինձ հետ։ Մենք նստեցինք, դատավորը կարդաց իմ անունը եւ ես կանգնեցի նրա սեղանի առջև։ Նա նայեց ինձ ու ասեց. «Սթիվ, Ալաբամայի նահանգը մեղադրում է քեզ» եւ նա կարդաց մեղադրանքները։ Ինչ կասեի։ And then the prosecutor. Ես ասացի, ես մեղավոր չեմ։ I'll never forget this as Եվ այդ ժամանակ եկավ մեղադրող դատախազը։ Ես չեմ մոռանա այդ բանը, քանի դեռ ապրում եմ։ Նա կանգնեց դատավորի առջև եւ դատավորն ասաց. «Ներկայացրեք ձեր գործը»։ Եւ նա մոտ 3 սանտիմետր հաստության թղթի մի կապոց ուներ։ stack of paper. Նա բացեց այդ կապոցը, սկսեց մատերով թերթել ծայրերը եւ ասաց. In October 1971 թվականի հոկտեմբերի 16-ի առավոտյան ժամը 6-ին Steve Սթիվը Volkswagen Magnishi մեքենայով մոտեցավ Vin Dixie նպարեղենի խանութին։ he arrived at the Vin Dixie նպարեղենի խանութի մոտ նրա մի ֆուրգոն էր սպասում։ occupants. Նա դուրս եկավ իր Volkswagen-ից եւ այդ ֆուրգոնը մոտեցավ նրան։ Երկու մարդ դուրս եկան ֆուրգոնից։ The two men got out of the van. And friend, he Եվ ընկերս նա սկսեց կարդալ իմ կյանքի յուրաքանչյուր մանրուքը թմրանյութերի փոխանակման ողջ ընթացքը, որ տեղի էր ունեցել այդ ժամանակ։ Ես հիշում եմ, թե ինչպես էի կանգնած այդտեղ։ the drug Հավատաս չէր գալիս։ Նրանք հետևում էին ինձ։ and I remember Նրանք գրանցել են ամեն ինչ։ going, I can't believe this. They were watching me. They knew everything that had gone on. And my lawyer tapped me Եվ on իմ the դատապաշտպանը թփթփացրեց ուսս ու ասաց. «Սթիվ, մենք պետք է խոսենք»։ talk. He stood up Նա and said, կանգնեց եւ ասաց դատավորին. «Դատավոր մեզ ընդմիջում է հարկավոր»։ gave us a recess. He took me into the back. Դատավորն ընդմիջում տվեց մեզ։ Նա տարավ ինձ մի սենյակ եւ ես երբեք դա չեմ մոռանա։ Այդ դատապաշտպանը մատը ուղեց դեմքիս եւ ասաց. «Լսիր ինձ եւ լսիր ուշադիր, Սթիվ Հիլ։ You better let Եթե դու ցանկանում ես, որպեսզի ես ներկայացնեմ քեզ, ավելի լավ է խաղաքարերդ բացես։ if you sold the drugs. Ավելի լավ է ասես ինձ քո կյանքի ամեն մանրուքը։ Եթե դու թմրադեղեր ես վաճառել, ասա ինձ։ Եթե դու եղել ես այդ ֆուրգոնի մեջ, ասա ինձ։ Եթե դու եղել ես այդ մեքենայի մեջ, ասա ինձ։ Եթե դու այդ մարդու հետ ես եղել, ասա դա նույնպես։ Ես պետք է իմանամ ամեն մանրուք։ God sees. Աստված տեսնում է ամեն մանրուք։ Իմ ընկեր, He knows. նա գիտի ամեն ինչ, որ դու արել ես փակ դռների ետևում։ Միգուցե դու եկել ես հովվի աղոթքի ծառայությանը։ Yourselves Christians. Դու երկրպագում էիր Աստծուն, You came to pastor's prayer crusade. You worship God. It was an հրաշալի ծառայություն էր։ Then you went home. Հետո դու տուն ես գնացել եւ պոռնոգրաֆիա ես դիտել հեռուստացույցով։ Some of us say we're Մենք ասում ենք, որ քրիստոնյա ենք, որ սիրում ենք Տիրոջը մեր ողջ սրտով, իսկ հետո տուն ենք գնում, միացնում տեսանվագարկիչը եւ դիտում, թե ինչպես է ինչ որ մեկը հանում զգեստները եւ գնում պոռնկության կամ շնություն գործելու։ in our eyes just Եվ մեր աչքերը պարզապես լափում են դա։ we're not convicted. Եվ դու չես հանդիմանվում, At home you call yourself a դու տուն ես Christian. գնում, քեզ քրիստոնյա ես անվանում եւ չես հանդիմանվում։ Friend, Իմ ընկեր, a Christian քրիստոնյային երբեք աչք չեր գցի նման աղբի վրա։ fall on that kind of trash. Sin is in Նա չեր անի այն, ինչ Հիսուսը չեր անի։ and God sees it. Եվ Աստված տեսնում է այդ ամենը։ All the time why I Մարդիկ մշտապես հարցնում են ինձ, թե ինչու եմ ես այսքան խիստ կյանքով ապրում։
Իմ կյանքը խիստ չէ, ես ազատ մարդ եմ, բայց ամենակարող Աստված դիտում է ինձ։ Ես հաշվետու եմ ամեն ինչի համար, որ անում եմ։ Այսպիսով յուրաքանչյուր մարդու կյանքի ավարտին կա դատաստանի կամ վարձատրության ժամանակ։ Քանիսդ են ցանկանում վարձատրված լինել։ Ես ասացի, քանիսն են ցանկանում վարձատրված լինել։ Քանիսն են ցանկանում պսակ ստանալ երկնքում։ Պսակ ստանալու համար երիտասարդներ այստեղ նայեք։ Երկնքում պսակ ստանալու համար դու պետք է վաստակես այն երկրի վրա։ Քեզանից պսակը գողանալու համար դու դեռ պետք է պսակ ունենաս։ Աստվածաշնչում Հիսուսն ասում է. «Թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը գողանա ձեր պսակը, բայց որպեսզի ինչ-որ մեկն ինչ-որ բան վերցնի ինձանից, ես նախ պետք է ունենամ դա»։ Եվ մեզանից շատերն այս դահլիճում չունեն այն, ինչ կարելի էր գողանալ։ Մենք պսակ չունենք, քանիսն են պսակ ցանկանում եւս մեկ անգամ։ Եթե դուք Տիրոջը չեք ճանաչում, ապա թույլ տվեք ասել, թե ինչպես եք ստանում այն։ Նախ եւ առաջ, դուք տալիս եք ձեր կյանքը Հիսուս Քրիստոսին։ Երբ ես ապաշխարության կոչ անեմ, դուք առաջ կգաք եւ կապաշխարեք ձեր մեղքերից, դուք կբացեք ձեր սիրտը Հիսուս Քրիստոսի առջեւ, դուք ասեք Հիսուս Քրիստոս, լվա ինձ, մաքրիր ինձ, նորը դարձրու ինձ։ Դուք որ տանն եք դիտում, կանեք նույնը, երբ ես ապաշխարության կոչ անեմ, դուք կիջնեք ձեր ծնկների վրա եւ կասեք Հիսուս, ես մեղավոր եմ, մաքրիր ինձ, նորը դարձրու ինձ, դուրս անիր մեղքն իմ կյանքից։ Տեր, ես ապաշխարում եմ ամեն ինչի համար, որ արել եմ, եւ եկ լվա ինձ, մաքրիր ինձ նորը դարձրու, եղիր իմ Տերը, եղիր իմ փրկիչը, եղիր իմ լավագույն ընկերը։ Դու պետք է պսակ ունենաս, որպեսզի ինչ-որ մեկը կարողանա գողանալ այն։ Դու պետք է փրկվես, իմ ընկեր։ Հիսուսը սիրում է քեզ եւ ծրագիր ունի քո կյանքի համար։ Հիսուս Քրիստոսը թափել է իր արյունը 2000 տարի առաջ Գողգոթայի վրա քեզ համար։ Մի քանի օր առաջ Նյու Ջերսիում ծառայության ժամանակ մի հինդու կին փրկվեց։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ մի մուսուլման փրկվեց մեր ծառայությանը։ Ես այստեղ եմ, որպեսզի ասեմ քեզ, իմ ընկեր, կա միայն մեկ ճանապարհ դեպի երկինք։ Ես ասացի, կա միայն մեկ ճանապարհ դեպի երկինք։ Հիսուս Քրիստոսն ասաց, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ ոք չի գնում հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Նա է թափել իր արյունը Գողգոթայի վրա, ոչ թե Հովիվը։ Նա թափել է իր արյունը Գողգոթայի վրա, ոչ թե Մուհամեդը։ Նա թափել է իր արյունը Գողգոթայի վրա, ոչ թե Նոստրադամուսը։ Նա է թափել իր արյունը Գողգոթայի վրա, ոչ թե 1900-ականներին առաջացած պայծառատեսների միությունը։ Նա է քո առաջնորդը եւ ժայռը, եւ դու պետք է ընդունես նրան որպես քո փրկիչ, պետք է ծանկի իջնես եւ խնդրես, որպեսզի նա լվա քեզ։ Մաքրի քեզ եւ բոլորովին նորը դարձնի։ Պարզապես մի քանի րոպեից մենք կկանչենք այս խորանի մոտ նրանց, ովքեր փրկված չեն։ Արդյոք բոլորը հասկանում են, թե ինչ է մեղքը։ Ոմանք ոչ։ Եկեք պարզ բացատրեմ սա։ Ես ցանկանում եմ, որ պարզապես մի պահ բոլորն իրենց ներսը նայեն։ Ես ցանկանում եմ, որպեսզի դու պատկերացնես, որ հենց հիմա ես եկել եմ ձեր տուն, ես մոտենում եմ քո տեսաժապավեններին, վերցնում եմ դրանցից մեկը։ Ձեզանից ոմանք պարզապես զարհուրում են այն մտքից, որ ես կարող եմ մտնել ձեր տուն եւ մի տեսաժապավեն դիտել, որովհետեւ դուք վախենում եք այն բանից, ինչ դուք կարող եք ունենալ տանը։ Ինչու՞։ Մենք 300 տեսաժապավեններ ունենք տանը, եւ դուք կարող եք վերցնել ցանկացածը, ինձ համար տարբերություն չկա։ Դրանք բոլորն էլ մաքուր են։ Եվ ես ցանկանում եմ, որպեսզի դուք պատկերացնեք, որ ես այդ բոլորն այստեղ եմ բերում, տալիս եմ նկարահանման ծառայողներին եւ ասում. «Միացրեք սա մեծ էկրանով»։ Եվ ես ցանկանում եմ, որպեսզի բոլորն այս դահլիճում դիտեն դա, եւ այն մարդը, ում դա պատկանում է, թող կանգնի այս բեմի վրա։ Ձեզանից շատերը կփախչեին այս վայրից այնքան արագ, որքան կկարողանային, կնստեին մեքենան, կհասնեին տուն եւ կմաքրեին այն միջև իմ այդտեղ գալը։ Ինչու, որովհետև քո կյանքում մեղք է, իմ ընկեր։ Եթե դու չես կարող դիտել այս տեսաերիզը կիրակնորյա ծառայության ժամանակ ողջ եկեղեցու առջև, ուրեմն դա մեղք է։ Հիսուսը նույնն է եւ տանը եւ եկեղեցում։ Այնպես չէ, որ Հիսուսը եկեղեցում Աստվածապաշտ սուրբ է, իսկ երբ տուն ես գնում, նա թույլ է տալիս քեզ հիմարություններ անել եւ կատարել քո ցանկությունները։ Լավ։ Thank you, brother. Շնորհակալություն, եղբայր։ Ես ցանկանում եմ մի բան ասել։ Ձեզանից ոմանք կատաղությամբ են լցված իմ հանդեպ եւ ես կարող եմ զգալ դա։ Ես զայրացնում եմ ձեզ։ Թույլ տվեք ասել ձեզ, թե ինչ է նշանակում զայրանալ քարոզի վրա։ Եթե քարոզիչը կեղծ ավետարան է քարոզում, դուք պետք է զայրանաք, բայց երբ նա ճշմարտություն է քարոզում, դուք պետք է գոհանաք Աստծուց նրա համար։
Don't forget Մի մոռացեք, that Jesus որ Հիսուս Քրիստոսը խաչն է բարձրացել երիտասարդներ։ Նա խաչն է բարձրացել։ Ինչու՞։ Ըստ Հովանես Մկրտչի աշխարհի մեղքերը վերցնելու համար։ of the world. Ահա թե ինչու նա խաչվեց։ Նա չխաչվեց, որպեսզի մենք կարողանանք թռվռալ դահլիճով մեկ եւ երկեր երգել։ Նա խաչվեց, որպեսզի հեռացնի մեղքը։ Ահա թե ինչ է նա անելու այս վայրում։ He was crucified to take away the sin. And that's what he's going to do tonight in this place. Well, according to the Ըստ word Աստծո of God, խոսքի everyone բոլորդ according to ասացեք։ the word of God. Ըստ Աստծո խոսքի, Once you've հենց որ դուք պսակ ստանաք, ասացեք ինձ հետ։ once you've earned Հենց որ դուք պսակ ստանաք, it can be stolen from այն կարող են գողանալ ձեզանից։ you. Who do you think can steal? Ձեր կարծիքով ով կարող է գողանալ այն։ The devil can steal. Այո, սատանան կարող է գողանալ այն։ The devil can steal. Սատանան կարող է գողանալ քո պսակը։ How many believe he can? Քանիսը եք հավատում, որ նա կարող է։ Եթե չեք հավատում, որ նա կարող է, ապա իմ ընկեր, ես ցույց կտամ ձեզ դա։ The Bible says that Հովանես 10:10 գրված է, որ սատանան գալիս է որպես գող գողանալու, սպանելու եւ կործանելու համար։ remember Peter? Հիշեք Աստվածաշունչը պատմում է, թե ինչպես Հիսուսն ասաց Պետրոսին. Պետրոս սատանան խնդրեց, որ մաղի ձեզ ցորենի նման։ Satan has desired to have you that he may sift you as wheat. You remember Jesus Հիշեք Հիսուսին, when he was երբ նա փորձում են անապատում, հիշեցեք փորձությունները։ Remember the temptations 40 օրվա ծոմը, սատանան տարավ նրա մի բարձունքի վրա եւ ցույց տվեց նրան ողջ աշխարհը եւ ասեց. Եթե պարզապես խոնարհվես իմ առջև եւ երկրպագես ինձ, այս ամենը քոնը կլինի։ me, all this will be yours. The devil Սատանան ցանկանում էր wanted ստանալ Հիսուսի պսակը։ And he said, Եվ նա ասաց. behind Ետից գնա սատանա։ He went after Նա Peter's ցանկանում էր վերցնել Պետրոսի պսակը։ Նա ցանկանում էր վերցնել Հիսուսի պսակը։ Նա ցանկանում էր վերցնել Հուդայի պսակը եւ վերցրեց այն։ Judas was one of the Հուդան Հիսուսի աշակերտներից էր։ The Bible says Աստվածաշունչն ասում է, որ անմիջապես Հիսուսի մատնելուց առաջ սատանան մտավ Հուդայի մեջ։ Judas stole his Նա crown, գողացավ Հուդայի պսակը։ stole his Նա reward. գողացավ Հուդայի վարձատրությունը։ He had been living for Jesus, had been living. Երիտասարդներ Հուդան ապրում էր Հիսուսի համար, նա ապրեց աշակերտների հետ 3 տարի։ He had Նա ներկա էր, երբ հրաշքներ էին տեղի ունենում։ Նա ինքն էր հրաշքներ գործում, իսկ սատանան գողացավ նրա պսակը։ the devil steals his crown. I want to tell you why Ես this is so ցանկանում եմ powerful. ասել ձեզ, թե ինչու է այս ուղերձն այրվում իմ սրտում։ Young people, look Մի քանի օր առաջ երիտասարդներ այստեղ նայեք։ your parents. You hear me? Եթե խոսեք, ես կուղարկեմ ձեզ ծնողների մոտ, լսում եք։ Listen to me. Եթե խոսեք, ես կուղարկեմ ձեզ ծնողների մոտ, լսեք ինձ։ Մի քանի օր առաջ մի մարդ եկավ իմ գրասենյակ։ Նա ծառայության մեջ էր 37 տարի։ 37 years. 37 տարի։ And he commits adultery. Եվ նա շինություն էր գործել։ Այդ ինչպես։ What are you Ինչի մասին ես մտածում։ 37 Ծառայության 37 տարիները։ history. Family, Դու ունեիր ընտանիք, grandchildren, թոռներ եւ թույլ տվեցիր, and you let որպեսզի the devil սատանան come գա in եւ and գողանա քո steal վարձքը։ your reward. The devil will steal. Սատանան կգողանա այն։ Եվ թույլ տվեք ասել ձեզ, այլ մարդիկ նույնպես կգողանան քո պսակը։ Everyone say other. Բոլորդ ասացեք այլ մարդիկ։ Թույլ տվեք մի բան ասել այն մարդկանց, ովքեր պետք է փրկվեն այսօր։ Դուք կփրկվեք այստեղ եւ տուն կգնաք եւ առաջին մարդիկ, ովքեր կփորձեն համոզել քեզ յետ պահել, քո ընկերներն են։ They want to steal. Նրանք your ցանկանում են crown. գողանալ քո պսակը։ Նրանք ցանկանում են գողանալ այն, ինչ թանկ արժե։ Հիսուսը փոխել է քեզ եւ փրկել է քեզ։ To live for God. Ինձ դիտում են մարդիկ, ովքեր ապրում էին Աստծո համար, բայց նրանք թույլ տվեցին իրենց ընտանիքի անդամներին կամ ընկերներին հեռացնել իրենց Some փրկությունից։ of you within the sound Նրանք ովքեր գտնվում են իմ ձայնի ծածկույթի ներքո, թույլ եք տվել նույն բանը ձեր կյանքում, եւ այժմ դուք նահանջած եք։ Դուք նստած եք ամենուր այս դահլիճում, ինչ որ մեկը համոզել է ձեզ թողնել ձեր փրկությունը, ինչ որ մեկն ասել է ձեզ, պետք չէ որպեսզի դու այսպես մոլերան լինես Հիսուս Քրիստոսի համար։ You'll get saved. Լսեք ինձ երիտասարդներ, մարդիկ խորամանկ են, աղջիկներ։ Դու փրկվում ես, վառվում Տիրոջ համար, դառնում ես տեղական եկեղեցու անդամ, եւ դու դուր ես գալի այդ համայնքում գտնվող ինչ որ կիսանահանջած մի երիտասարդի։
He's after you. Եվ շուտով նա պտտվում է քո շուրջը, խոսում է քեզ հետ, He's out to stop. ասում է, որ սիրահարվել է քեզ, նա ընկնում է քո ետևից գայլի նման։ All my life I've worked with young people. Ես այնքան եմ տեսել նմանատիպ բաներ։ Իմ ամբողջ կյանքում ես եղել եմ երիտասարդական ծառայության մեջ, աշխատել եմ հազարավոր երիտասարդների հետ։ Գլեն, դու գիտես թե ինչի մասին եմ ես խոսում։ Դա կատարվում էր հենց իմ աչքի առջև, ինչ որ մեկը վառվում է Աստծո համար եւ հաջորդ բանը, որ դու իմանում ես, այն է, որ սատանան եկավ ինչ որ մեկի միջոցով եւ աննկատ ներխուժեց նրա կյանք։ Եվ հաճախ ես տեսնում եմ, թե ինչպես են երիտասարդներ, տղաներ եւ աղջիկներ գալիս եկեղեցի, նրանք նույնիսկ փառաբանում են Տիրոջը, բարձրացնում են իրենց ձեռքերը։ Don't let others Բայց նրանց միակ դրդապատճառն է մոտենալ այս կամ այն մարդուն։ Don't let anyone talk. Թույլ մի տուր, որպեսզի այլ մարդիկ գողանան քո պսակը։ Don't let a family member talk you Մենք out. ավարտելու ենք մի քանի րոպեից։ Իմ ընկեր, ես ցանկանում եմ, որպեսզի դու շատ ուշադիր լինես։ How Ու many լսես ամեն բառը, թույլ մի տուր ոչ ոքի համոզել քեզ հրաժարվել փրկությունից, թույլ մի տուր դա քո ընտանիքի անդամներին, թույլ մի տուր որևէ մեկին սառջու լցնել քո գլխին։ fanatic is someone who's closer to Ձեզանից քանիսն են ասել, որ դուք մոլերանդ եք։ Man, some of you had some. Գիտես թե ով է մոլերանդը։ Look what the Lord has done. Hey. And you're going. Get this song over with, Jesus. Մոլերանդն այն մարդն է, ով Հիսուսին ավելի մոտ է, քան դու։ Well, they're just free. Ինչ որ մեկի կողքին կանգնած է մեկը, ով այսպես է անում, տես թե ինչ արես Տերը, հեյ, եւ դու գլուխդ բար տարուբերում ես, լուծիր այս հարցը Հիսուսի հետ, այսպիսի մարդիկ պարզապես քեզանից azատ են։ Don't get mad at me, friend. Մի բարկացեք ինձ վրա։ Ես մեծացել եմ լյութերական միջավայրում եւ ես սիրում եմ I լյութերականներին։ love Lutherans, I love Episcopalians. Սիրում եմ երիտասարդներին։ But when I Եթե դուք մոտենաք ինձ եւ ասեք այստեղ նայեք, եւ դուք ասեք ինձ, ես այսպիսի մարդ չեմ, ես զգացմունքային մարդ չեմ, ինչ որ մեկն ինձ լսում է, is anybody listening? դուք երբևէ այդպիսի մարդկանց տեսել եք, Like this. They don't get նրանք ցույց չեն տալիս իրենց զգացմունքները։ That's what they say. Նրանք այսպես են ասում, ես պարզապես հակված չեմ նման ծայրահեղ վարքի։ But then Բայց ես աշխատում էի Թալահասիում, Ֆլորիդայում, ահա թե որտեղ են անցկացվում 14 նահանգների սեմինարները։ Այդտեղ մենք գնում ենք սպորտային խաղեր խաղալու եւ ես նայում էի թե ինչպես Աստծո մարդիկ, ովքեր Կիրակի առավոտյան նստած էին արձանների նման։ get them to say amen. Եթե նրանց $100 էլ տայր, նրանք ամեն չէին ասի, նրանք չէին շարժվում, ծափ չէին տալիս եւ հանկարծ դուրս ես գնում նրա հետ եւ այդպիսի վարք ես տեսնում։ How come Ասում ես you մարդուն, Ջոն, ինչպես է որ չես կարողանում երկրպագել Աստծուն։ worship him and Եվ Ջոն ասում է, լսիր, ես երկրպագում եմ Աստծուն իմ հոգում, որովհետև ես իսկապես հակված չեմ զգացմունքային վարքին։ that's just not me. Ես այդ մարդը չեմ։ Ես այդպեսին չեմ, Ստիվ։ I figured they were being honest with me. Եվ ես կարծում եմ, որ նրանք ազնիվ են ինձ հետ։ given to emotion. Ես ասում եմ, լավ, ես հասկանում եմ, որ դու պարզապես հակված ես զգացմունքների։ Եվ հանկարծ ես գնում եմ նրանց հետ ֆուտբոլ խաղալու, ես հիշում եմ Who not only Ջոան ունով մի մարդու, ով ոչ միայն եկել էր մեզ հետ խաղի, նա եկել էր զտարյուն հնդկացու այսպես հագնված, he had war paint all over. ներկել էր ամբողջ դեմքը ռազմատենչ հնդկացիների պես եւ մոհակ էր դրել գլխին։ Իսկ ձեռքում կացին էր բռնել եւ քայլելով շարքերի միջով գոչում էր։ Նա ասում էր. Ես զգացմունքային չեմ։ Հանգիստ թողեք ինձ։ Whoa. And I'm not given to emotion. Give me a break. Boy, we nailed him. Հաջորդ Կիրակի, երբ մենք եկեղեցում էինք, կինս Ջերին վերցրեց բարձրախոսը եւ անունով կանչեց նրան։ Դա զվարճալի Կիրակի էր։ That was a fun Sunday. Սատանան կգողանա քո պսակը։ The devil will Այլ say, մարդիկ կգողանան քո պսակը։ others will say, Բայց ձեզանից ոմանք այս դահլիճում ուղղակի հենց այնպես կտանային։ give it up. You just give Դուք it up. պարզապես կզիջեք այն։ You earned it. Դուք վաստակել եք այն քրտնաջան, աշխատել եք Աստծո համար եւ մեկ օր պարզապես կտակ այն, ինչպես այդ մարդը, որ շնության մեջ էր ընկել։ Could be arrogance, Կամ հպարտության պատճառով, կամ ամբարտավանության, կամ Դեմասի նման։ Աստվածաշունչն ասում է Տիմոթեոսի թղթում, որ Պողոսի հետ Դեմաս անունով մի մարդ կար, եւ Պողոսը գրում է. Դեմասը լքեց ինձ սիրելով այս աշխարհը։ Here he Այս was. մարդն աշխատում էր Հիսուսի համար։ How many of you Քանիսը կարող եք պատկերացնել, որ այն բանից հետո երբ ես քարոզեցի Բրաունսվիլի արտությանը, որպես ավետարանիչ եւ ավետարանչական ծառայություններ անցկացրի Ամերիկայով մեկ, ձեզանից քանիսը կապշեին այն լուրից, եթե լսեին, որ ես ինչ որ տեղում սկսել եմ մեքենաներ վաճառել։ That's what happened. Ձեզանից քանիսը ցնցված կլինեին։ He was working with Paul. Ահա թե ինչ պատահեց Դեմասի հետ, նա աշխատում էր Պողոսի հետ, նրանք Թեսաղոնիկե գնացին եւ հանկարծ Դեմասը դուրս եկավ ծառայությունից եւ ասաց. Կարծում եմ, որ պարզապես կմնամ այստեղ եւ փող կվաստակեմ։ He freely. Նա իր կամքով թողեց իր վարձքը, He was building his. բայց brand. նա պսակ էր վաստակում։ Well, tonight Այս երեկո
I want to tell you why. Ես ցանկանում եմ ասել, թե ինչու եմ այսպես տրամադրված։ Young people, listen. Երիտասարդներ, լսեք, ես կասեմ, թե ինչու եմ այսպես տրամադրված, Because there's որովհետև գալու է մի օր, Cassie has already Քեյսին արդեն experienced. վերապրել է դա։ There's coming a day. Գալու է մի օր, երբ դու կանգնելու ես Հիսուսի առջև։ Everybody within the Յուրաքանչյուր ով լսում է իմ ձայնը։ and what you Եվ այն ինչ դու արել ես երկրի վրա, հասկացիր, միակ բանը ինչ դու կարող ես սпасել երկնքում, լինելու է այն, թե ինչ ես պատրաստել երկրի վրա։ by one person to come to this. Ձեզանից ոմանք այստեղ նույնիսկ որևէ մեկին չեն հրավիրել այս ծառայությանը։ Put your hand down. I don't want to. Ձեզանից քանիսն են մարդկանց հրավիրել, բարձրացրեք ձեր ձեռքերը։ Something as Իջեցրեք simple. ձեռքերը։ Սա գրեթե դահլիճի կեսն My է։ wife and I were out today. Սա հեշտ է, ես եւ իմ կինը հրավիրել ենք ամենակիչը 10 մարդու։ Why? Ինչու։ Դա շատ հեշտ է անել։ It's easy to do. Ինչու ենք մենք անում դա, որովհետև ինչ որ մեկը ում մենք հրավիրել ենք գալու է ծառայության։ Մի կին հարցրեց ինձ. կարող եմ բերել մորս։ Can I bring my Ես mother? ասացի, իհարկե դուք կարող եք բերել ձեր մորը։ Your mother Աստված will get կհպվի touched, ձեր God will մորը։ touch your mother. Why do we do Ինչու ենք մենք անում դա։ Friend, because I Որովհետև ես գիտեմ, որքան շատ մարդ փրկվի այս ծառայության ընթացքում, որքան ավելի շատ մարդկանց հասնես, որքան ավելի շատ մարդկանց հպվես, զրուցես նրանց հետ, աղոթես նրանց համար, ծառայես նրանց, առաջնորդես Հիսուսի մոտ, այնքան ավելի մեծ կլինի քո վարձքը, երբ դու գնաս Աստծո առջև։ Now, Jared, I want you Ջերի, ես ցանկանում եմ, որպեսզի դու վերադառնաս տեղնաշարի մոտ։ Եթե այսօր դու պսակ չունես, ես ցանկանում եմ, որպեսզի դու ձեռք բերես այն։ I want you to Եթե դու կորցրել ես պսակդ, ես ցանկանում եմ, որպեսզի դու ետ ստանաս այն։ Եվ եթե դու պսակ ունես, ապա ես ցանկանում եմ, որպեսզի այս երեկո դու որոշում կայացնես, որ թույլ չես տա ոչ ոքի գողանալ այն քեզանից։ determine in your heart, Ձեզանից քանիսն են հասկացել իմ ուղերձը մինչև հիմա։ take it from you. Ես այդպես էլ գիտեի, բայց թույլ տվեք ասել, թե ինչու եմ ես կարոզում սա։ Ես ցույց կտամ ձեզ, թե ինչ է պատահելու Սթիվի հետ։ Դա կարող է պատահել ձեզ հետ։ It happened to Steve. Ես մտադրված եմ անել այնպես, It can happen to you. This is որ դա what կկատարվի Սթիվի հետ։ Steve Hill. Ես ցանկանում եմ, որպեսզի դու նվագես այդ երգը։ Անջատեք լույսերը։ Want the lights out. There's coming a day Գալիս է մի օր, where Steve Hill երբ Սթիվ Հիլը will stand before the պետք է Lord. կանգնի Տիրոջ առջև։ It might be tonight. Միգուցե դա այսօր լինի։ I'll stand before Ես Jesus կկանգնեմ Christ. Հիսուս Քրիստոսի առջև թագադրման օրը։ When I stand before Դա իմ վարձատրության ժամանակն է։ it's coronation. Ես day. գիտեմ, որ այն գալիս է։ It's my time. Ես of գիտեմ, reward. որ այն գալիս է եւ հովիվներ։ See, I know this. Ես պատրաստվում եմ դրա համար։ I know it's coming. Ես պատրաստվում եմ հենց հիմա։ I'm getting ready right now. You know it's Դու coming. գիտես, որ այն գալիս է։ You better get Եվ ready. ավելի լավ է պատրաստվես դրա համար։ God has spoken Աստված to us. խոսել է մեզ հետ եւ հրամայել է ինձ հաջորդ տարի ավետարանով փորձել հասնել միլիոնավոր մարդկանց։ With the gospel. Ես չեմ մերժի Հիսուս Քրիստոսին, քանի որ մեկ օր ես կանգնելու եմ նրա առջև։ Jesus Christ. Because I will stand before him one day. And when Եվ ահա թե ինչ կկատարվի այդ ժամանակ։ this is what's going to happen. I will stand Ես հերթ կկանգնեմ։ in line. Պատմության ընթացքում ապրած մեծ մարդկանց անունները կկարդացվեն։ History will be called out. D.L. Moody, D.L. Moody, Jonathan Edwards, Jonathan Edwards, Keith Green, Kate Green, Rich Mullins, Rich Mullins, Smith Wigglesworth, Smith Wigglesworth, William Seymour, Azusa փողոցի մեծ արտնությունից, John Wesley, John Wesley, մոտեցիր, Charles Finney, Charles Finney, մոտեցիր, Rachel Scott. Rachel Scott, Would you come? մոտեցիր։ And this is what I want. Եվ ահա թե ինչ եմ ես ցանկանում։ I want to hear my Ես ցանկանում եմ լսել իմ անունը։
It's just me. Երբ կանգնացնենք ես եւ Հիսուսը, Just me and միայն ես եւ Հիսուսը, And I want to hear a holy Yes, ցանկանում եմ hush in սուրբ. heaven as my name is called. լսել երկնքում, And here's what I want to երբ hear. կանչեն իմ անունը, եւ ահա թե ինչ եմ ես ցանկանում լսել, Oh my. թե ինչպես են հրեշտակներն ասում, ու իմ Աստված, ես երբեք նման բան չեմ տեսել, Look at the beauty. նայր այդ գեղեցկությանը, որքան ճոխ է, Gorgeous. I want an angel եւ մի հրեշտակ կգա, to come. եւ ես ցանկանում եմ, And I want him to set a որպեսզի crown նա մի թակ դնի իմ առջև, before me. եւ ես ցանկանում եմ, And I want my crown որպեսզի իմ թագը լինի պսակված թանկարժեք քարերով, with precious stones, ադամանդներով, with diamonds զմրուխտներով, and emeralds, պլատինից, արծաթից, with platinum Եվ and gold ոսկուց. and silver. I want it to be the most Ես ցանկանում եմ, որպեսզի այն լինի ամենագեղեցիկ գործը, որ երկինքը երբևէ պատրաստել է, and I want it to be picked ես up. ցանկանում եմ, որպեսզի հրեշտակները վերցնեն եւ շրջեն այն, And I want the angels to ես turn. ցանկանում եմ, որպեսզի I want Elijah to see it. Եղիան տեսնի այն, I want Paul. ես ցանկանում եմ, որպեսզի Պողոսը տեսնի այն, I want Rich. ես ցանկանում եմ, որպեսզի Ռիչ Մոլիսը տեսնի այն, ես ցանկանում եմ, որպեսզի Ջոն Կիլպատրիկը, որպեսզի ողջ ծառայության ղեկավարման կոմիտեն, որ այստեղ նստած է, It's all going to բոլորը տեսնեն դա, be. բոլորը կունենան հնարավորություն, սա պարզապես իմ հերթ, This is my one սա big. իմ միակ հնարավորությունն է, Jesus Հիսուսը զգուշացրել է ինձ, had warned me. Steve, Ստիվ, don't let թույլ մի it. տուր, որպեսզի ինչ-որ մեկը խլի քո պսակը, And I եւ was. ես հավատարիմ էի, Nobody took ոչ ոք չէր վերցնում այն, եւ այն սպասում էր ինձ, all the ողջ ծանր աշխատանքը, ողջ ավետարանչությունը, բոլոր աղոթքները, ողջ աստվածաշնչյան ուսումնասիրությունը, ողջ նվիրվածությունը, ողջ անձնվիրումը Հիսուսին, It was այդ ամենն արված էր, որպեսզի ես կանգնեմ թագավորների թագավորի եւ տերերի տիրոջ առջև թագադրման օրը, եթե լսում ես տանը, You listen up at home. This is going to սա happen. to կատարվելու է քեզ հետ, you. This song that's այս being երաժշտությունը, որ նվագում են, կոչվում է պսակեք նրան բազմաթիվ պսակներով, իմ երազանքն է երիտասարդներ, որպեսզի Հիսուս Քրիստոսը, որպեսզի այս սերունդը, որ կենթանի է այսօր, որպեսզի երբ այս սերունդը կանչվի թագադրման օրը, Հիսուսի առջև լինի պսակների այնպիսի կույտ, որ նա անցյալում երբեք չի տեսել, արթնությունները, մեծագույն արթնությունները պատմության մեջ, before it rivals the greatest revivals in history. եւ ես ցանկանում եմ տեսնել, թե ինչպես է Քեյսի Բորնոն հանում իր թագը, I want to see Rachel Ռեյչել Սքոթն է հանում իր թագը, ես ցանկանում եմ տեսնել Վեսլիին, Վիկվիլդին, ես ցանկանում եմ տեսնել, թե ինչպես ես դու հանում քո պսակը, This is what's going to happen to me. ահա թե ինչ է կատարվելու ինձ հետ, I'm going to kneel. նայեք, ես ծնկի եմ գալու, My name's իմ անունը կանչվելու է, it's all ինձ համար արդարության պսակ է պատրաստված, there is laid up for me. Աստվածաշունչն ասում է Հայտնության գրքում, որ նրանք դնում էին իրենց պսակները նրա առջև, Says in the book of ես ծնկի Revelation, կգամ Հիսուսի առջև, casting down their crowns before him. I'm going to kneel before Jesus. And he's going to նա pick up the կվերցնի այս crown. թագը, որն իմ պսակն է, And he's going to say, եւ կասի, Steve, Ստիվ, you were դու faithful. հավատարիմ էիր, Take this. վերցրու սա, And as he places it եւ on երբ my նա head, դնի այդ թագն իմ գլխին, I want to push it ես off. ցանկանում եմ հանել այն, He's going to push it նա back կրկին on, գլխիս կդնի թագը, and I'm going to push it իսկ ես off. կրկին կհանեմ այն, Jesus is going to push Հիսուսը ետ կդնի այն գլխիս, and I'm going իսկ ես կհանեմ այն եւ պահելով ձեռքումս կասեմ, Հիսուս, as I grab խնդրում եմ հասկացիր ինձ Տեր, please ես understand պատվում եմ այն փաստը, my honor. որ դու տվել ես ինձ այդ գեղեցիկ թագը, You've given me this beautiful crown. But Jesus, բայց Հիսուս, if it wasn't for եթե դու չանեիր, there would չէ լինի ոչ մի փրկություն, If եթե դու չանեիր, չէ լինի ոչ մի հավիտենական կյանք, եթե դու չանեիր, ես դեռևս թմրամոլ կլինեի, եթե դու չանեիր, ես կմահանայի իմ մեղքերի մեջ, Հիսուս, Jesus, եթե դու չանեիր, Բրաունսվիլի արթնությունը չէ լինի,
Եթե դու չանեիր, չէ լինի արթնացիր Ամերիկա ծառայությունը, այդ փոքրիկ քարը։ Հիսուս, արժանի ես, արժանի ես, արժանի ես, արժանի ես, արժանի ես, արժանի ես։ Եվ այդ պայն ես ցանկանում եմ դնել սա նրա ոտքերի մոտ։ Ես ցանկանում եմ ինչ-որ արժեքավոր բան դնել Տիրոջ ոտքերի մոտ։ Ես չեմ ցանկանում թղթեթակ կրել։ Ես չեմ ցանկանում անարժեք թղթի կտոր ունենալ, ես ցանկանում եմ թանկարժեք քարերով թագ։ Ես արժեքավոր թագ եմ ցանկանում, ինչ որ բան որ ասում է, նա գորե ինչ որ բան է արել Աստծո համար։ Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորը կանգնեն։ Թողեք լույսեն ինչպես որ կան։ Ջերի, ես ցանկանում եմ, որպեսզի դու ավելի հանգիստ նվագես։ Թող երաժշտությունը պարզապես մեղմ նվագակցի ինձ։ Բոլորդ կանգնեք, մի նայեք ձեր շուրջը, պարզապես կանգնեք եւ մտածեք։ Ես կասեմ ձեզ, թե ինչու եմ այսօր կրակոտ քարոզում։ Լինում են պահեր, երբ ինձ թվում է, թե կյանքիս ընդամենը մի քանի օր է մնացել։ Ես մի մարդու եմ հանդիպել։ Եվ ես կավարտեմ այս օրինակով։ Ես մի մարդու եմ հանդիպել։ Նա Հոսե Լուիս Լուսանոն էր։ Նա 5 ոսկե մեդալ էր շահել Պանամերիկյան խաղերին։ Այն մարդկանց համար այստեղ, ովքեր զբաղվում են չմշկավազքով, անվա չմուշկներով, կասեն, որ այս մարդն աշխարհում ամենաարագ չմշկորդն է։ Նա կայծակի նման է։ Երբ ես Արգենտինա տեղափոխվեցի, ինչ որ մեկն ասաց ինձ. «Գիտես թե ով է ապրում այս քաղաքում, որտեղ դու տեղափոխվելու ես»։ Ես ասացի ոչ, նա ասաց Հոսե Լուիս Լուսանոն։ Ինդիանապոլիսում նա շահեց չմշկավազքի համար նախատեսված բոլոր ոսկե մեդալները։ Ես սրտանց ոգևորություն ապրեցի, երբ իմացա, որ ապրելու եմ նման տաղանդավոր մարզիկի հետ նույն փողոցի վրա։ Բայց երբ որ ես տեղափոխվեցի, լսեք բոլորը, դուք պետք է լսեք սա։ Առաջին բաներից մեկը, որ ես ցանկանում էի անել, նրան հանդիպելն էր եւ նրա ոսկե մեդալները տեսնելը։ Ես չէի հանդիպել անգամ մեկին, ով գոնե 1 ոսկե մեդալ ունենար, իսկ հիմա պատրաստում էի հանդիպել 5 ոսկե մեդալ ունեցողի հետ։ Եվ ես գնացի նրա տուն, թակեցի նրա դուռը եւ ասացի. Հոսե Լուիս, ես Սթիվին եմ։ Ես հենց նոր եմ տեղափոխվել այստեղ Ամերիկայից։ Ես գիտեմ, որ ձեր մասին գրում էին բոլոր ամսագրերում։ Խոսում բոլոր հեռուստաալիքներով Ամերիկայում։ Ես տեղափոխվել էի այնտեղ 1988-ին, երբ նա նոր էր ստացել այդ մեդալները։ Ես ասացի, ես գիտեմ, որ դուք աշխարհի ամենահայտնի մարդկանցից եք եւ շատ զբաղված եք, բայց կարելի է պարզապես մի քանի րոպեով ներս գալ եւ խոսել ձեզ հետ։ Եվ նա ասաց. իհարկե, խնդրեմ։ Ես ներս մտա եւ ասացի. Հոսե Լուիս, ինձ համար այնքան մեծ պատիվ է շփվել նման մարզիկի հետ, ինչպիսին դու ես։ Խոսելիս ես նայում էի նրա տան պատերին։ Այդտեղ նրա նկարներն էին Ամերիկայի բոլոր խոշոր թերթերից։ Նրա մասին շատ էին գրում։ Նա հաղթեց Պանամերիկյան խաղերը սնընթաց փոթորկի նման։ Ես զննեցի ամբողջ հյուրասենյակի պատերը ոսկե մեդալները տեսնելու համար, բայց չգտա դրանք։ Հոսե Լուիսն ասաց. «Սթիվ, թույլ տուր մի բան ցույց տալ քեզ»։ Նա խոհանոց գնաց եւ ես գնացի նրա ետևից։ Այդտեղ ավելի շատ նկարներ կային, ավելի շատ հաղթանշաններ, բայց ոսկե մեդալներ չկային։ Ես ամենուր փնտրում էի դրանք։ Ես չէի ցանկանում ցույց տալ դա։ Ես պարզապես ցանկանում էի տեսնել դրանք։ Եվ 15 րոպե փնտրելուց հետո ես մոտեցա նրան ու ասացի. «Հոսե Լուիս, ներիր, որ պայմաններ եմ դնում, բայց ես ցանկանում եմ տեսնել այդ մեդալները։ Ես պետք է տեսնեմ այդ մեդալները»։ Ես հանդիպեցի այդ մարդուն, տեսա բոլոր նրա հաղթանշանները, բայց նույնպես ցանկանում էի տեսնել ոսկե մեդալները։ Նա ասաց. «Օ Սթիվ, ներիր, բայց ես չեմ կարող ցույց տալ դրանք քեզ»։ Երեխաներ, լսեք։ Նա ասաց. «Սթիվ, ես աշխարհի ամենաարագ շմշկորդն եմ»։ Երբ ես վերադարձա Արգենտինա, մարդիկ շքերթներ կազմակերպեցին։ Ինձ հրավիրեցին ազգային հեռուստատեսություն։ Լսեք երեխաներ, նա 5 ոսկե մեդալ ուներ։ Եվ նա ասաց. «Սթիվ, երբ ես վերադարձա, ես կրում էի բոլոր այդ մեդալները»։ Նա ասաց. «Ես գնացի մորս մոտ»։ Հիշեք այս թագը։ Ես գնացի մորս մոտ, հանեցի այդ ոսկե մեդալներից մեկը, կախեցի նրա պարանոցից եւ ասեցի. «Մայրիկ, եթե դու չլինեիր, ես
I could have never won this. You've always encouraged me. I went up to my little brother and I took a gold Վերցրեցի մի ոսկե մեդալ եւ կախեցի նրա պարանոցից ու ասացի. Հուլիո, իմ ամբողջ կյանքում ես մեծ տղան եմ եղել։ Ես հերոսն էի։ Բայց այսօր Հուլիո, դու ես հերոսը։ Այս ոսկե մեդալը քոնն է։ Ես գնացի իմ մարզիչի մոտ եւ ասացի. Մարզիչ, ես քեզ եմ տալիս սա, որովհետեւ դու բարձրացնում ես ինձ, երբ ես ընկնում եի։ Դու ասացիր ինձ, որ ես կարող եմ աշխարհի ամենաարագ չմշկորդը լինել։ Երբ ես կոտրեցի ծունկս, դու ասացիր, որ այն ավելի լավ վիճակում է լինելու։ Իսկ ես պետք է շարունակեմ մարզվել եւ կհաղթեմ պանամերիկյան խաղերը։ Դու երբեք չհանձնվեցիր ինձ հետ։ Սա քեզ համար է։ Մեր դիմացի տանը Սթիվ ապրում է մի տղա, ով լեյկեմիա կոչված հիվանդություն ունի։ Նա շարժասայլակի վրա է։ Նա երբեք չի կարող չմուշկներ գրել։ Ես գնացի նրանց տուն, նա նստած էր շարժասայլակի վրա, վերցրեցի մի ոսկե մեդալը եւ ասացի դու իմ հերոսն ես։ Եվ նա ասաց. Վերջինը Սթիվ։ Ես գնացի եկեղեցի եւ կանգնեցի իմ եկեղեցու առջեւ ու ասացի. Եկեղեցի, շնորհակալություն ձեր աղոթքների համար։ Եթե դուք չբարեխոսեիք ինձ համար, եթե դուք չաղոթեիք ինձ համար, ես երբեք չէի կարողանա սահել այնքան արագ, որքան սահում եմ։ Եվ ես նվիրում եմ այս հաղթանշանն իմ եկեղեցուն։ Իմ ընկերն տվեց բոլոր իր ոսկե մեդալները։ Դա իրական պատմություն է։ Այս թագը շատ նման է դրան։ Եթե բոլոր այդ մարդիկ ոչինչ չանեին, չեն լինի ոսկե մեդալները։ Եթե Հիսուսը ոչ մի բան չաներ, ոչ մի թագ էլ չէր լինի։ Ես ցանկանում եմ, որպեսզի լույսերը վառեն։ Թող ոչ ոք չշարժվի։ Darkness to light. Ես ցանկանում եմ, որպեսզի դահլիճում վառեն լույսերը, խավարից դեպի լույս։ Նրանք ովքեր առջևում են, ես ցանկանում եմ, որպեսզի դուք ձախ կամ աջ կողմ գնաք։ Լուր տեղափոխվեք։ Դուք որ դիտում եք տանից, ես ցանկանում եմ, որպեսզի դուք ոտքի կանգնեք։ Ես ցանկանում եմ, որպեսզի դուք որ դիտում եք տանը ոտքի կանգնեք։ Թող փառաբանության թիմը վերադառնա, մենք երգելու ենք. Տեր, ողորմիր երգը։ Երեխաներ, ետ գնացեք։ Ետ գնացեք, որտեղ մի րոպե անց այս վայրում շատ մարդիկ են հավաքվելու։ Բոլոր կանգնածները, ես ցանկանում եմ, որպեսզի դուք նայեք ինձ։ Ես առաջ եմ կանչելու ապաշխարության համար, թող ոչ ոք չխոսի եւ չտեղաշարժվի դահլիճով։ Ես հիմա ապաշխարության կոչ եմ անել։ Նրանք, ովքեր հեռու են Աստծուց, այն մարդիկ, ովքեր երբեք չեն ճանաչել Տիրոջը։ Դուք իրականում կարդարանաք եւ կհաշտվեք Աստծո հետ հիմա։ Այստեղ լուր է, գիտեք թե ինչու է լռություն տիրում, Աստված աշխատում է որոշ սրտերի հետ։ Ձեզանից քանիսը կցանկանան դնել իրենց պսակները կամ թագերը Աստծո ոտքերի մոտ, երբ կանգնեն նրա առջև։ Կարող ես պատկերացնել իմ ընկեր, թե որքան վատ կլինի, եթե քո անունը կանչեն եւ պարզի, որ դու ոչինչ չես արել Տիրոջ համար։ Քրիստոնյաներ, կարող եք պատկերացնել։ Կարող եք պատկերացնել։ Սա հեքիաթ չէ։ Հովհաննեսը տեսել էր սա տեսիլքով։ Եվ ես գիտեմ, թե ինչպես դա կլինի։ Իսկապես գիտեմ։ Ես չգիտեմ բոլոր մանրամասները, բայց ցանկանում եմ մի բան ասել։ Կան վարձատրություններ։ Դա նշանակում է, որ քեզ կճանաչեն ըստ քո ապրած կյանքի։ Եվ եթե դու ասես, որ սիրում ես Հիսուսին, ապա կանես ամեն բան, որ ինչ որ բան ունենաս այդ օրը, ինչն արժանի կլինի երկնքին։ Ես չեմ խոսում այն մասին, որ դու վաստակես երկինքը, նրա արյունն է տանում քեզ այդտեղ, բայց որպեսզի դու ապրես քո կյանքը նրա իշխանության ներքո, նրա առաջնորդության ներքո։ Ահա թե ինչ ենք մենք անելու։ Նրանք, ովքեր նահանջած են, պարզապես մի րոպեից դուք գալու եք այստեղ այնքան արագ, որքան կարող եք։ Լսեք ինձ, դուք նահանջած ես։ Դու անում ես այնպիսի բաներ, որ Հիսուսը չէր անի։ Միգուցե մի ժամանակ դու սիրում էիր Աստծուն, դու վառվում էիր Աստծո համար, բայց այժմ դու հեռացել ես։ Դու հեռացել ես Աստծուց։ Դու անում ես այնպիսի բաներ, որ Հիսուսը երբեք չէր անի, բայց Աստված բերեց քեզ այս մարզադահլիճ, որպեսզի դու հաշտվես Աստծո հետ։
You're going to get right with God. in just a Աստված minute. բերեց քեզ այստեղ։ Those of you Ընդամենը 1 րոպեից դուք կհաշտվեք Աստծո հետ։ Դուք այստեղ եք գալու։ Այն մարդիկ այստեղ, ովքեր երբեք չեն ճանաչել Աստծուն։ Այստեղ կան մարդիկ կոչ դեռահասներին ծառայությունից։ Այստեղ կան մարդիկ hey, կոչ դեռահասներին խմբից։ Ուր է թիմը։ I want you guys to know that my wife and Որտեղ եք դուք։ Ես ցանկանում եմ, որպեսզի դուք իմանաք, որ ես եւ կինս ավարտել ենք կոչ երիտասարդներին ծառայողական դպրոցը։ Լսում եք ինձ։ Մենք ավարտել ենք այն։ we knew nothing about Մենք Jesus ոչինչ Christ չգիտենք before we Հիսուս entered that Քրիստոսի program. մասին։ We were Երբ serious մտանք այդ about God ծրագրի in the մեջ, program. մենք լրջորեն վերաբերվեցինք Աստծուն այդտեղ։ Աստված զորավոր կերպով փոխեց մեր կյանքը։ But many of you Մենք guys աճեցինք Տիրոջ մեջ։ Բայց ձեզանից շատերն այդ թիմում դուք փրկվել եք եւ ոչինչ չգիտեք Աստծո մասին։ You didn't know anything about the Lord. Lift your hand. Ձեզանից քանիսն են, որ փրկվել են եւ ոչինչ չեն իմացել Տիրոջ մասին, բարձրացեք ձեր ձեռքերը։ Նրանց կեսը ոչինչ չգիտեն Աստծո մասին։ Մենք չենք խոսում նահանջածների մասին, նրանք չեն ճանաչում Աստծուն։ Միգուցե դու ներկա ես այստեղ կամ դիտում ես տանը եւ նման ես Լինդային, որ գրել էր մեզ Փենսիլվանիայից։ Դու ոչինչ չգիտես Տիրոջ մասին, երբեք չես ճանաչել նրան։ Այս երեկո դու կարող ես առաջ գալ, տալ քո կյանքը Հիսուս Քրիստոսին, ընդունել նրան որպես Տեր ու Փրկիչ, եւ նա կդառնա քո լավագույն ընկերը։ Իմ ընկեր, դա հրաշալի է։ Նա կփոխի քեզ։ He's going to change you. You've never known the Lord. Եթե դու երբեք չես ճանաչել Տիրոջը, դու կգաս եւ կհաշտվես Աստծո հետ։ This way, everybody. Այստեղ կան այլ մարդիկ, բոլորդ այստեղ նայեք։ You're religious. Այս դահլիճում կան But այլ you don't know մարդիկ։ God. Դուք կրոնական եք, բայց չեք ճանաչում Աստծուն։ Religion is dead. Կրոնն անեծք է բերում Ամերիկայի վրա։ We've got a book on Մեր սեղանի մի գիրք է դրված, որը կոչվում է Թակելով երկնքի դռները։ Ես գրեցի Թակելով երկնքի դռները, գիրքն այն պատճառով, որ մենք զանգահարեցինք Ջորջ who they are. They're- Գելեփ երրորդին, ձեզ այն շատերը գիտեն նրան։ Նա զբաղվում է վիճակագրությամբ։ We contacted George Gallup and asked him, what's the religious condition of America? Մենք կապ հաստատեցինք նրա հետ եւ հարցրեցինք, թե ինչպիսին է Ամերիկայի կրոնական վիճակը։ Նա ասաց. When they die, they will stand Հյուսային Ամերիկայի չափահաս մարդկանց 80%-ը հավատում է, որ երբ նրանք մահանան կանգնելու են Հիսուս Քրիստոսի առջև եւ հաշվետու են լինելու իրենց մեղքերի համար։ Նա ասաց Հյուսային Ամերիկայի 77%-ը հավատում է, որ երբ մահանան երկինք են գնալու։ Սա խնդիր է եւ այն ավելի է խորանում։ Գիտեք, որ Հյուսային Ամերիկայի ընտանիքների 94%-ն Աստվածաշունչ ունի տանը։ 83%-ը հավատում է, որ Հիսուս Քրիստոսն Աստծո որդին է, բայց նրանց մեծամասնությունը չի ապրում Աստծո համար։ And you might Միգուցե այսօր դու այստեղ ես եւ կրոնական ես, դու գնում ես մկրտական եկեղեցի, գնում ես մեթոդիստական, գնում ես հոգեգալստական եկեղեցի, Աստծո ժողովներ, նազովրեցիների եկեղեցի կամ մեկ այլ, բայց դու չես ճանաչում Հիսուսին։ Keith Green said Քեթ Գրինը լավ ասաց. you can walk Մակդոնալդս գնալը քեզ համբուրգեր չի դարձնում, walk into եկեղեցի գնալը քեզ քրիստոնյա չի դարձնում։ come into the altar. Գալով այս մարզը դահլիճ եւ երկելով Ջերիի եւ ողջ թիմի հետ, դու քրիստոնյա չես դառնում։ I want to ask you tonight. Իմ ընկեր, ես ցանկանում եմ հարցնել քեզ, արդյոք դու ճանաչում ես նրան։ Christ is your personal Savior. Դու գիտես Հիսուս Քրիստոսին որպես քո անձնական Տեր ու Փրկիչ։ Արդյոք դու արթնանում ես առավոտյան Հիսուսի հետ, ունենալով նրան քո սրտում։ Արդյոք դու պարկում ես քնելու Հիսուսի հետ, պահելով նրան քո սրտում։ Everything to you. That's what a Christian is. Արդյոք դու ուտում, խմում եւ շնչում ես Հիսուսին։ Արդյոք դու կլանված ես նրանում։ Արդյոք նա ամեն ինչ է քեզ համար։ Ահա թե ով է քրիստոնյան։ Անցած երեկո ես ներկա եմ մի հարսանիքի Պենսակոլայի։ Մենք այստեղ ենք շաբաթ եւ կիրակի օրերին։ Եվ ես հիշում եմ հարցնացուին, երբ նա մոտենում էր խորանին։ Նրա հարսանեկան զգեստը փայլում էր մաքուր սպիտակ փայլով։ Նա մոտեցավ, նա խելքահան էր լինում Փեսացուի համար։ Իսկ Փեսացուն խելքահան էր լինում հարսնացուի համար։ Infatuated with Ահա թե ինչ հարաբերություններ պետք է լինեն քրիստոնյայի եւ Հիսուս Քրիստոսի միջեւ։ and Jesus Դու Christ. խելքահան ես լինում նրա համար, իսկ նա քեզ համար։ Բայց մեզանից շատերը, եթե Տերը վերադառնար, իմ ընկեր, մոռացիր պսակի կամ թագի մասին։ Եթե նա վերադառնար, մեզանից շատերը պատված են ցեխով։ If he Դու մեղքի մեջ ես, դու անում ես բաներ, որ Հիսուսը երբեք չէր անի, եւ այսօր Հիսուսը բերել է քեզ այստեղ, որպեսզի լվանա քեզ, մաքրի քեզ։ and tonight Դու կարող ես դժոխք գնալ հաղորդության բաժակը ձեռքիդ։ Իսկ հացը բերանումը, դու կարող ես դժոխք գնալ երկրախմբի զգեստ աղաքիդ, դու կարող ես դժոխք գնալ ինչ կաներ Հիսուսը գրության թևնոցով։ Ես հարցնում եմ քեզ, արդյոք դու ճանաչում ես նրան։ you can go to hell with a WWJD bracelet around your wrist. I'm asking you, do you know him? Do you wake up in the morning? Արդյոք դու արթնանում ես առավոտյան Հիսուսի հետ ունենալով նրան քո սրտում։ Արդյոք դու պարկում ես քնելու Հիսուսի հետ, պահելով նրան քո սրտում։ Արդյոք դու ուտում,
Խմում եւ շնչում ես Հիսուսին։ Եթե ոչ, ապա ես նույնիսկ կվիճարկեմ, փրկված ես արդյոք, թե ոչ։ You can get upset at me if you Դու want. կարող ես զայրանալ ինձ վրա, եթե ցանկանում ես։ Մի պահ դադարի նվագել։ I said I question. Ես ասացի, որ վիճարկում եմ, փրկված ես արդյոք, թե ոչ։ Լսեք ինձ։ Ովքեր նայում են ինձ տանը։ Mad at me now. Հիմա դու զայրացած ես ինձ վրա։ Friend. Թույլ տուր մի բան ասել քեզ իմ ընկեր, դու կարող ես զայրանալ, երբ քարոզիչն այսպես է խոսում, բայց ես ցանկանում եմ, որպեսզի դու գնաս մի առանձին տեղ։ Անջատես լույսերը, որպեսզի ոչ ոք չլինի այդտեղ, միայն դու։ Nobody's there, just you. Turn to God. Դիմիր Աստծուն եւ ասա. Say this. God, Աստված, that այդ preacher. քարոզիչը մարզադահլիճից ասաց, որ ես պետք է խելքահան լինեմ քո որդու համար։ Այդ քարոզիչը մարզադահլիճից ասաց, որ ես պետք է արթնանամ եւ մտածեմ Հիսուսի մասին, եւ պետք է մտածեմ քո որդու մասին ամբողջ օրվա ընթացքում։ About your son all during Այդ the քարոզիչն ասաց, որ ես պետք է ազատվեմ իմ կյանքում եղած մեղքերից։ sin out of my life. Նա ասաց, որ ես կարող եմ դժոխք գնալ երգչախմբից գեստահակից, With a choir robe on. որ ես կարող եմ դժոխք գնալ հաղորդության բաժակը ձեռքից եւ հացը բերանումս։ And a wafer in my mouth. What do you think God's Ձեր կարծիքով Աստված կպատասխանի ձեզ, ասելով լավ, ես կխոսեմ այդ քարոզչի հետ եւ կասեմ, որ այդքան խիստ չքարոզի։ Ոչ իմ ընկեր։ Դու շատ լավ գիտես, թե ինչի մասին եմ ես խոսում։ Հիսուսը խիստ խոսեց կրոնական մարդկանց հետ։ Նա ասաց՝ դուք ծեփած գերեզմաններ եք, որոնք լի են մահացած մարդկանց ոսկորներով։ And that's the problem. Եվ սա Ամերիկայի խնդիրն է։ We have a Մեր ազգի առաջնորդը դուրս է գալիս սպիտակ տնից սոսկալի մեղ գործելուց հետո եւ Աստվածաշունչը ձեռքին գնում է ուղիղ եկեղեցի։ Այստեղ դուք ավելի շատ գիտեք այդ մասին, քան այլ մարդիկ։ Arkansas, you ought to know about that more than anybody. It's called sin. Դա կոչվում է մեղք։ And toting a Եվ Bible. եկեղեցում Աստվածաշնչով նստելը Աստծուն չի դրդում ասելու, որքան լավ է, մնացած ամեն ինչ նորմալ է։ So here's what we're Ահա going թե ինչ ենք մենք անելու։ You're going to start this. Դու կսկսես երգել, երբ առաջ կանչեմ։ Նա երգելու է Տեր ողորմիր երգը։ I'm going to open up Ես ցանկանում եմ ապաշխարության կոչ անել։ the sound of my voice. Those of you at home. Յուրաքանչյուրը, ով գտնվում է ձայնի ծածկույթում, դուք որ տանն եք, յուրաքանչյուրդ ով երբեք չի ճանաչել Տիրոջը, դուք արագ այստեղ կգաք։ Յուրաքանչյուրով նահանջած է, արագ այստեղ կգաք։ Յուրաքանչյուրով անում է այնպիսի բաներ, որ Հիսուսը երբեք չի անի, արագ այստեղ կգաք։ You get serious. Ինչու ես պետք է գամ այստեղ, Ստիվ։ Ինչու ես պետք է առաջ գամ։ Եթե դու լուրջ վարվես Աստծո հետ, նա լուրջ կվարվի քեզ հետ։ Եթե դու լուրջ վարվես Տիրոջ հետ, նա լուրջ կվարվի քեզ հետ։ Եթե դու կրոնական ես, դու կգաս այստեղ եւ կխնդրես, որպեսզի նա մաքրի եւ լվանա քեզ։ One of the things Լվանա մեղքերը քո կյանքից, մաքրի կեղծավորությունը քո կյանքից։ are the confessions we've heard behind closed doors. Մի բան Բրաունսվիլի արթնության ընթացքում, որի մասին ոչ ոք չգիտի, կրոնական առաջնորդների խոստովանություններն են, որ մենք լսում ենք փակ դռների ետևում։ Մի հովիվով 17 կամ 14 տարվա ընթացքում ծառայության մեջ էր, փրկվեց Բրաունսվիլյան արթնության ժամանակ եւ վկայեց այդ մասին բոլորի առջև։ You know what that was? Religion. Նա ծառայության մեջ էր 14 տարի եւ հենց նոր փրկվեց։ Գիտեք թե ինչ է դա? Կրոնը։ Նա ծառայության մեջ էր հավանաբար այն պատճառով, որ նրա պապն էր ծառայող։ Նրա հայրն էր ծառայող, այնպես որ նա նույնպես պետք է ծառայող լիներ, եւ լինելով չփրկված նա քարոզում էր ավետարանը։ Everyone who has sin Իմ in their life. Աստված, յուրաքանչյուրն այստեղով մեղք ունի իր կյանքում, թող առաջ գա եւ չերկմտի։ Այն բանը, որ ես անելու եմ հիմա, See, I'm working միակ բանը, որ ետ է պահելու ձեզ, հասկացեք, ես աշխատում եմ այս թագի համար, ես ցանկանում եմ, որպեսզի դուք ջանք թափեք այս թագի համար։ Ես ցանկանում եմ համոզված լինել, որ յուրաքանչյուրին ով լսում է իմ ձայնը, այսպիսի մի թագ է սպասում երկնքում։ And the only thing that's going to Բայց hold you հիշեք, back tonight is pride. Երկնքում թագ ունենալու համար դուք նախ պետք է խաչը բարձրանաս երկրի վրա։ Եվ միակ բանը, որ ետ է պահելու քեզ այս երեկո, հպարտությունն է։ Հպարտությունը կասի՝ կարիք չկա, որպեսզի դու առաջ գնաս, կարիք չկա, որպեսզի դու գնաս այդտեղ, կարիք չկա, որպեսզի դու ապաշխարես քո մեղքի համար, կարիք չկա, որպեսզի դու կանգնես քո հոր կամ մոր կամ որդու կամ դստեր կամ եկեղեցու անդամների կամ հովվի առջև, կարիք չկա, որպեսզի դու գնաս այդտեղ քո ընկերոջ կամ ընկերուհու ներկայությամբ։ Իմ ընկեր, դու մենակ ես եկել այս աշխարհի եւ մենակ ես գնալու, եւ դու մենակ ես կանգնելու Հիսուսի առջև։ And pride will hold you back. Հպարտությունը ետ կպայի քեզ։ Shake it off. Թափ տուր այն այսօր քո վրայից։ Ջերի ես կկապեմ սատանային։
Here's what we're going to do. Ահա թե ինչ ենք մենք անելու մինչև ապաշխարության կանչելը։ Look this way, everybody. Երբ ես կապեմ սատանային, բոլորդ այստեղ նայեք։ Ահա թե ինչպես է դա կատարվում։ Եթե դու գիտես, որ պետք է առաջ գաս, ապա քո ոտքի շուրջը կապանք կա։ Ձեզանից շատերն արդեն պատրաստ են վազել, ձեզանից ոմանք վազելու են խորանի մոտ, քանի որ դուք ցանկանում եք արդար լինել։ But others of you Աստծո առջև դուք ցանկանում եք փոփոխություն եւ եկել եք փոփոխության համար, right with God. բայց ձեզանից ոմանք And there's a shackle around your կապված են leg. սատանայից։ Bind the devil. Եվ սատանան կասի դու չպետք է այստեղ գնաս, չպետք է այդտեղ գնաս, Pop open. բայց դու գիտես, որ պետք է հաշտվես Աստծո հետ։ It's going to swing wide open. Քո ոտքին կապանք Have a կա։ split second. Ես կապելու եմ սատանային, եւ երբ ես կապեմ նրան, այն կապանքը, որ քո ոտքի շուրջը բացվելու է, այն ոչ միայն բացվելու է, այն լայն է բացվելու, եւ դու մի քանի վայրկյան կունենաս արագ այստեղ գալու համար։ And if you choose Եթե դու չշարժվես տեղիցդ, թեև գիտես, որ պետք է գաս, թույլ տուր ասել to քեզ, the devil, թե ինչ կկատարվի հոգևոր ոլորտում։ I know I'm here. Հոգևոր ոլորտում դիտում են եւ Տերը եւ Սատանան, եւ եթե դու չորոշես հաշտվել Աստծո հետ, Jesus, say, Jesus, I don't want դու to. նույն հաջողությամբ կարող ես դիմել Սատանային եւ ասել. Սատանա, ես գիտեմ, որ մարզա դահլիճում եմ, այսօր երկու շաբթի է եւ ես չեմ ցանկանում Հիսուսին։ There's no. Դու նույն հաջողությամբ կարող ես դիմել Հիսուսին եւ ասել. You're either. Հիսուս, ես չեմ ցանկանում հաշտվել քեզ հետ այս երեկո։ Նույն հաջողությամբ դու կարող ես ասել Սատանային. Սատանա, ես ցանկանում եմ քեզ։ Նույն հաջողությամբ դու կարող ես, որովհետեւ չկան գորշ հատվածներ, չկա ոչ մի չեզոգոտի։ Դու կամ ներսում ես կամ դրսում, դու կամ վառվում ես Աստծո համար կամ ոչ։ Չկա չեզոգոտի։ Աստվածաշունչն ասում է ավելի լավ է տաք կամ սառը լինեիր, բայց քանի որ գոլ ես, ես կփսխեմ քեզ իմ բերանից։ Չկա չեզոք գոտի իմ ընկեր։ Այնպես որ երբ ես կապեմ սատանային այդ կապանքը կքանդվի եւ դու մի քանի վայրկյան կունենաս եւ ջերինք սկսի երգել Տեր ողորմիր երգը, հենց որ ես ապաշխարության կանչեմ։ Եվ ես ցանկանում եմ որպեսզի դուք գաք, յուրաքանչյուրը որ ներման կարիք ունի, յուրաքանչյուրը ով հերոյ Աստծուց, յուրաքանչյուրը ով երբեք չի ճանաչել Տիրոջը, ով գալիս է եկեղեցի կրոնական պարտականություն կատարելով, բայց չի ճանաչում Հիսուս Քրիստոսին։ I was raised Lutheran. I was Իմ ընկեր դու առաջ ես գալու, մենք Թարգում մարզադահլիճում էինք Մինապոլիսում, եւ այնտեղ հազարավոր լյութերականներ կային։ Ես դաստիարակվել եմ որպես լյութերական, ինձ անդամագրեցին եկեղեցում երբ ես 12 տարեկան էի, բայց ես դժոխք էի գնում։ Եվ իմ ընտանիքի մի մասը նույնպես Թարգոյի մարզադահլիճում էր եւ նրանք փրկված լինելով լսում էին ինձ։ Նրանք գիտակցեցին, որ լյութերական եկեղեցին իր ուսմունքով չի փրկի իրենց, ինչպես որ հոգեգալստական եկեղեցին իր ուսմունքով չի փրկի քեզ։ Իմ ընկեր, ես հավատում եմ բոլոր եկեղեցիներին, բայց իմ ընկեր, Աստված չի նայում քո հարանվանական անդամությանը, նա նայում է արյանը, նա նայում է արյանը, արդյոք դու լցված ես գարանարյունով, կամ միայն մեկ անդամական քարտ, եւ այն արյան գույնն ունի։ Այնպես որ ես կապելու եմ սատանային եւ եթե դուք ներման կարիք ունեք, ես ցանկանում եմ որպեսզի դուք արագ այստեղ գաք, ծեր թե երիտասարդ, դուք արագությամբ այստեղ եք գալու եւ ծնկի եք իջնելու այս խորանի առջև։ Մի տատանվեք։ Սատանայի ես գալիս եմ քո դեմ Հիսուս Քրիստոսի անունով։ Բաց թող նրան եւ թող որ գնա։ Բաց թող նրան եւ թող որ գնա։ Այժմ շտապեք, 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 եթե ներման կարիք ունեք, եկեք, շտապեք, շտապեք։ Շտապեք, 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 հենց հիմա։ Իմ ընկեր, ինչ ես սպասում, նայ նրանց մարզադահլիճում։ Նրանք գալիս են ողջ դահլիճից։ Իսկ ինչ կասես քո սեփական տան մասին, ինչ կասես քո ննջարանի մասին, ինչ կասես քո հյուրասենյակի մասին, ինչ կասես քո բնակարանի մասին։ Դարձրու այն քո մարզադահլիճը, դարձրու այն քո խորանը եւ եկ հենց հիմա։ Ծնկի իջիր հերոստացույցի առջև եւ ասա. Հիսուս, լվա ինձ, մաքրիր ինձ, նորը դարձրու ինձ։ Եկ իմ ընկեր, եկ, շտապեք, 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 մի տատանվեք, շտապեք, 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 կարող եք ծնկի գալ շարքերի մեջտեղում, եկեք, շտապեք, եկեք, շտապեք, յուրաքանչյուրը խորանի մոտ,
Յուրաքանչյուրը խորանի մոտ մեզ օգնություն է պետք, լավ։ Ես ցանկանում եմ, որպեսզի դուք մի կանգնեք, բայց ես ցանկանում եմ, որպեսզի դուք առաջ գաք եւ ծնկի իջնեք։ Մի փոքր մոտեցեք խորանին, մոտեցեք, մեզ ավելի շատ տարածություն է պետք։ Եվ շարունակեք մնալ ձեր տեղերում, մի հեռացեք այս վայրից։ Մնացեք ձեր ծնկների վրա խորանի տարածքում, մնացեք ձեր ծնկների վրա։ Ահա թե ինչ ենք մենք անելու այս երեկո, շատերը դեռ գալիս են։ Բայց ես ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուրը շրջվի եւ հարցնի իր կողքինին։ Մի արեք սա, քանի դեռ ես չեմ վերջացրել։ Դուք շրջվելու եք եւ ձեր կողքինին հարցնելու եք։ Դուք կարիք ունես, որպեսզի Հիսուս Քրիստոսը ների քեզ, երբ ինչ որ մեկը շրջվի եւ տա քեզ այդ հարցը, մի ստիր։ Սա սուրբ վայր է։ Ասա այդ մարդուն, այո, իմ կյանքում մեղք կա, ես ներման կարիք ունեմ։ Եվ հետո երկուսդ էլ միասին եկեք։ Երկուսդ դահլիճում շրջվեք դեպի ձեր կողքինները, խորանի առջև։ Մարդիկ մնացեք ձեր տեղերում, դուք չպետք է անեք դա։ Մնացած բոլորդ հարցրեք, թե արդյոք ձեր կողքինները ներման կարիք ունեն։ Եվ հետո բերեք նրանց ձեզ հետ։ Բերեք նրանց։ Դե։ Բերեք նրանց, դե, շտապեք, շտապեք։ 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 Բերեք նրանց ձեզ հետ։ Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Եկեք։ Եկեք։ Եկեք, Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Եկեք, եկեք։ Եկեք։ Շտապեք։ Ծնկի եկեք հենց այդտեղ, եկեք, եկեք։ Շտապեք, կրկին երկիր, ջերի։ Եթե գալիս եք, եկեք հիմա։ Հիմա։ Եկեք հիմա։ Եկեք հիմա։ Եկեք հիմա։ Եկեք։ 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 Աստված օրհնի ձեզ, պարոն։ Եկեք, հրաշալի է տեսնել, թե ինչպես են գալիս այս զույգերը։ Կանայք բերում են իրենց որդիներին, ամուսինները բերում են իրենց կանանց։ Տանես տղամարդիկ եւ կանայք գալիս են միասին։ Իմ ընկեր, անկարելի է չափազանց սեր լինել Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ ընդունելու համար։ Իմ պայուսակում մի 85 տարեկան կնոջ նամակ կա, ով փրկվել է Սիեթլում պարզապես մի քանի օր առաջ, արթնացիր Ամերիկա ծառայության ժամանակ։ Իմ ընկեր, դու կարող ես փոխվել այս երեկո, դու կարող ես ազատագրվել այս երեկո Հիսուսի անունով։ Հալելույա։ Hallelujah. Everyone at the altar. Բոլորդ խորանի մոտ ձեր գլուխները խոնարեցրած եւ աչքերը փակ պահեք։ Ինչ որոշ մարդիկ պայքարում են այսօր։ Բոլորդ խորանի մոտ ձեր գլուխները խոնարեցրած պահեք։ Իսկ աչքերը փակ։ Սուրբ Հոգի, գործիր, գործիր, գործիր։ Գործիր։ Եկեք։ Եկեք, եթե գալիս եք։ Հիմա եկեք։ Եկեք, Աստված աշխատում է ձեզ հետ։ Դու մտածում ես, երբ կավարտվի ապաշխարության կոչը, այն կավարտվի, երբ դու առաջ գաս։ Ահա թե երբ այն կավարտվի։ Եկեք, շտապեք։ Աստված օրհնի քեզ, պարոն։ Եկեք, Աստված օրհնի ձեզ, տիկին։ I'm going to do something I've only done in one Awake America. Ես մի քանի բան եմ անելու, որ միայն արել եմ արթնացիր Ամերիկա ծառայություններից մեկի ժամանակ, որովհետև այստեղ մարդիկ կան, ովքեր այնքան ուժեղ պայքարի մեջ են։ Նրանք ովքեր խորանի մոտ են, մնացեք ձեր տեղերում, մի բարձրացրեք ձեր գլուխները, բայց ես ցանկանում եմ, որպեսզի դուք, որ կանգնացեք շարքերում, մոտենաք այն մարդկանց, ովքեր կանգնած չեն ձեր կողքին, մոտենաք ինչ որ մեկին, ձեր ետևում կամ առջևում կանգնած, եւս մեկ անգամ հարցրեք նրանց, սա վերջին ապաշխարության կոչն է։ Իմ ընկեր, եթե դու դեռ չես եկել, սա քո հնարավորությունն է։ Դու կարող ես մոտենալ մեկ այլ մարդու եւ տալ նրան նույն հարցը։ Դու կարիք ունես, որպեսզի Հիսուս Քրիստոսը ների քեզ։ Այդ մարդը կարող է բոլորովին անծանոթ լինել։ Եվ երբ այդ մարդը տա քեզ այդ հարցը, մի ստիր եւ բեր նրան քեզ հետ։ Ասա նրան ճշմարտությունը, իսկ հետո բեր նրան քեզ հետ։ Բոլորդ խորանի մոտ մնացեք ձեր տեղերում, բոլորդ շարքերում շրջվեք դեպի ձեր կողքինները, հարցրեք, արդյոք նրանք ներման կարիք ունեն։ Մի ստեք, բերեք նրանց ձեզ հետ, բերեք նրանց ձեզ հետ, բերեք նրանց։ Արեք դա, շրջվեք դեպի ձեր դուստրը, որդին, կինը, տիկին, շրջվեք դեպի ձեր ամուսինը։
Հարցրեք, արդյոք նրանք ներման կարիք ունեն։ Եվ հետո ծնկի իջեք հենց այդտեղ։ Ծնկի իջեք հենց այդտեղ եւ ասեք Հիսուս, ահա մենք Տիրոջ խորանի մոտ, ների ինձ։ Հիսուս լվա ինձ։ Հիսուս մաքրիր ինձ։ Հիսուս ինձ նորը դարձրու։ Ես ապաշխարում եմ իմ մեղքերից։ Լվա եւ մաքրիր ինձ։ Եկեք։ 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 Շտապեք։ Նայեք այնտեղ։ Եկեք, եկեք։ 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 Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ։ Նայեք այստեղ, նայեք այստեղ։ Հիսուս շարժվիր, շարժվիր, շարժվիր։ Ընդունիր նրանց, ընդունիր նրանց, ընդունիր նրանց։ Այս մարդկանց ընդունիր, այս մարդկանց։ Երգեք նրան, դե, 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 եկեք, 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 եկեք։ Եկեք։ Okay. Շատ լավ։ That's it. If you're coming, Վերջ, եթե դուք գալիս եք։ come on, sis. Come on. Աստված օրհնի God bless ձեզ։ you. Man, listen to this down here. Լսեք All բոլորդ։ music stop. Դադարեցրեք You երաժշտությունը։ folks at front, I want Լսեք, you to be praying. դուք որ արժևում եք, ես ցանկանում եմ որպեսզի աղոթեք։ Talk to God. Խոսեք Աստծո հետ։ Everyone at the altar. Խոսեք Աստծո հետ, բոլորդ խորանի մոտ խոսեք Աստծո հետ։ Բացեք ձեր սրտերը, խնդրեք նրան, որպեսզի ների ձեզ։ Խնդրեք նրան, որպեսզի լվա ձեզ։ Խնդրեք նրան, որպեսզի մաքրի ձեզ։ Oh, I heard that. Մի երիտասարդ աղոթում է, հայր, ես չեմ ուզում դժոխք գնալ։ Հայր, ես չեմ ուզում դժոխք գնալ։ Դու չես գնում դժոխք, դու դրախտ ես գնում, որովհետև նա լվացել է քո մեղքերն այսօր։ Նա լվացել է քո մեղքերն այսօր։ You're not only going Դու to չես գնալու դժոխք։ when you get Երբ դու երկինք հասնես, դու դնել ես քո պսակը նրա ոտքերի մոտ, որովհետև դու աշխատել ես Աստծո համար, երիտասարդ։ Come on, family. Եկեք ընտանիքով։ Աստված օրհնի այս տղամարդուն, որ իր երեխաներին է բերում։ Spirit of God's moving. Աստծո հոգին շարժում է այս վայրում։ Ես ցանկանում եմ, որպեսզի դու 30 անգամ հարվածես թմբուկին։ You've got 30 Մենք ավարտում ենք։ Դու 30 վայրկյան ունես։ Եթե գալիս ես արի 30 վայրկյանի ընթացքում, սկսիր հարվածել։ Շտապիր։ 28. 28։ God bless you. Աստված Sir. օրհնի ձեզ։ 26. 26, 25, եկեք։ Եկեք։ Come on. Շտապեք, Աստված օրհնի ձեզ։ 24, 24. Pray, Christian. աղոթեք քրիստոնյաներ, աղոթեք, եկեք։ Come on. Շտապեք։ Hurry. Մենք ավարտում ենք We're closing. This is it. եւ կանչը կդադարեցվի։ Եկեք, եկեք, Come on. եկեք, Come on. եկեք, Come on. եկեք։ Jesus. Հիսուս, That's it. վերջ։ Everyone at the altar. Բոլորդ ովքեր խորանի մոտ եք, խոնարհեցրեք ձեր գլուխները, խոնարհեցրեք ձեր գլուխները։ Աստված տեսնում է ձեր արցունքները, Աստված տեսնում է ձեր արցունքները։ Աստված տեսնում է ձեր արցունքները, նա լսում է ձեր աղաղակները։ Everyone at the Յուրաքանչյուրդ խորանի մոտ բարձրաձայն աղոթեք ինձ հետ։ Խորանի մոտ եւ նույնպես տանը գտնվողներդ, ես ցանկանում եմ, որպեսզի դուք բարձր աղոթեք ինձ հետ։ Մի շշնջացեք այս աղոթքը, թանկագին Հիսուս։ Ոչ, բարձր աղոթեք այն, մի շշնջացեք։ Թանկագին Հիսուս, շնորհակալություն, որ խոսում ես ինձ հետ։ Շնորհակալություն Հիսուս, for not leaving. որ մենակ չես թողնում ինձ։ Thank you, Jesus. Շնորհակալություն Հիսուս, քո ներկայության համար այս վայրում։ This place. I ask you now Ես խնդրում եմ հիմա, to forgive me. որպեսզի դու ներես ինձ։ Sin. Ես մեղք եմ գործել, ես ցավ եմ պատճառել քեզ, ես ցավ եմ պատճառել ուրիշներին եւ ցավ եմ պատճառել ինքս ինձ։ Forgive me, Jesus. Ների ինձ Հիսուս, Wash me, Jesus. լվա ինձ Հիսուս, Cleanse me, Jesus. մաքրիր ինձ Հիսուս, Make me new. նորոգիր ինձ։ I ask you tonight Այսօր ես խնդրում եմ, to be my որպեսզի դու լինես իմ փրկիչը, be my լինես իմ Տերը and my very եւ իմ լավագույն ընկերը։ from this moment Այս պահից I am yours ի վեր ես քոնն եմ and you are mine. եւ դու իմն ես։ Jesus, Հիսուս, come live your եկ life եւ ապրիր ինձանով։ through me. Ես տալիս եմ ինձ I give քեզ myself քո թանկագին to անունով, you. In your Հիսուսի precious անունով, name. In Jesus' name. Հիսուսի անունով։ Amen. Ամեն։ Glory. Փառք Աստծո։ bless you, Lord. Մենք օրհնում ենք քեզ Տեր։ We bless you. Մենք օրհնում ենք քեզ Տեր։ We
bless you. Մենք օրհնում ենք քեզ, Տեր։ I want everyone Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորը խորանի մոտ կանգնեն եւ նայեն այստեղ։ everyone at the altar do. Բոլորը խորանի մոտ, մի վերադարձեք ձեր տեղերը, կանգնեք եւ նայեք այստեղ։ Everyone at this altar, I want Բոլորդ խորանի մոտ արեք հետեւյալը, ես ցանկանում եմ հարց տալ նրանց, everyone ովքեր շարքերի մեջ էին գտնվում եւ իջել են այստեղ, ես ցանկանում եմ մի հարց տալ։ Ձեզանից քանիսն են եկել, ես ցանկանում եմ, որպեսզի դուք անկեղծ լինեք, ձեզանից քանիսն են եկել առաջ, որպեսզի արդարանան Հիսուս Քրիստոսի առջև եւ ազատվեն մեղքերից իրենց կյանքերում։ Բարձրացրեք ձեր ձեռքերը։ take that devil. Բարձր պահեք։ Նայիր սատանա, նայիր սատանա, Take that. նայիր սատանա, Take that. նայիր սատանա։ You put your hand there. Իջեցրեք ձեր ձեռքերը։ I did that. Ես պարզապես ցանկացա անել դա սատանայի համար, լավ։ The devil. Ներեցեք, ես ներողություն եմ խնդրում։ Սատանա մշտապես անհաջողություններ է կրում եւ ինձ դուր է գալիս հիշեցնել նրան այդ մասին արտնացիր ամերիկա ծառայությունների ժամանակ։ Նայեք այստեղ, ես ցանկանում եմ քաջալերել ձեզ, որպեսզի դուք մի քանի բան անեք։ Number 1. Համար առաջին, Get all the sin ազատվեք out of you. ամեն տեսակի մեղքից ձեր կյանքում։ That means Սա նշանակում է, լսեք ինձ ետևում, սա նշանակում է գնատուն, առանց ինչ-որ մեկի մայրիկների, հայրիկների, գնատուն Սուրբ Հոգու հետ։ and walk in. Մտիր քո տունը Սուրբ Հոգու հետ եւ մաքրիր քո տունը։ Those of you at home. Եթե դուք տանն եք, ես ցանկանում եմ, որպեսզի դուք անեք նույնն է։ Գնա տուն, գնա քո տեսադարանի մոտ։ Ձեզանից քանիսը տեսադարան ունեն, բարձրացրեք ձեր ձեռքերը։ Ահա թե ինչ եք անելու, մոտեցեք ձեր տեսադարանին եւ եթե You kneel down. այն այսքան բարձր է, ապա ծնկի եկեք, հանեք մի տեսաժապավեն։ Բարձրացրեք այն եւ ասեք. Հիսուս, դու ցանկանում ես, որպեսզի ես պահեմ այս տեսաժապավենը, թե ոչ։ Tell you, trust me. Վստահեք ինձ, որ նա կասի ձեզ թե ինչ անեք։ Մի մաքրի քո տունը ընկերոջդ հետ, որովհետեւ նա կասի քեզ. ճիշտ է, քեզ սա պետք չէ, տուր սա ինձ։ You need to clean house. Դու պետք է մաքրես տունը Սուրբ Հոգու հետ, վերցրու բոլոր տեսաժապավենները եւ երբ առանձնացնես վատերը, ոչնչացրու դրանք։ Ոչնչացրու դրանք։ Hey. Burn the Այրիր պոռնոգրաֆիան, թափիր ալկոհոլը, նետիր թմրադեղերը զուգարանի մեջ, the drugs. այն բաները, որ գրավում են Of քեզ։ affection. If you're Եթե դու կրում ես ինչ-որ վզնոց, թևնոց կամ մատանի, որ ինչ-որ մեկինն է, ում հետ դու կապեր ես ունեցել, ում հետ դու շնություն ես գործել, կամ դրանք ինչ-որ աղբ խորհրդանշող բաներ են, որ ինչ-որ մեկը տվել է քեզ, տար դրանք գրավատուն, գրավդիր եւ զոհաբերիր այդ փողը միսիայի համար։ get 10 bucks. Դուրս անիր աղբը քո կյանքից։ Get the Սա junk. առաջի բանն է, որ դու պետք է անես։ That's the first thing you need to do. The second thing you need. Երկրորդ բանը, որ դու պետք է անես, իմ ընկեր Հիսուսի հետ որակյալ ժամանակ անցկացնելն է։ Դա նշանակում է աղոթիր, բոլորդ ասացեք, աղոթիր։ Ժամանակ անցկացրու Տիրոջ հետ, խոսի նրա հետ, արթնացիր առավոտյան, եւ քանի որ դու չես խոսում ոչ ոքի հետ այն լեզվով, որով թարգմանված է Աստվածաշունչը, Հիսուսի հետ էլ այդպես մի խոսի, լավ։ Խոսիր Հիսուսի հետ པարզ խոսակցական լեզվով, որով խոսում ես ձեր քաղաքում, պարզապես խոսիր նրա հետ։ Ես սիրում եմ քայլել, երբ աղոթում եմ, ես պարզապես քայլում եմ այսպես եւ աղոթում եմ։ Երբեմն ես ծնկի եմ գալիս, ինչ էլ որ անես, պարզապես խոսիր Աստծո հետ, ժամանակ անցկացրու Հիսուսի հետ։ Բոլորդ ասացեք, ժամանակ անցկացրու Հիսուսի հետ։ My wife. Իմ կինը Ջերին եւ ես ամբողջ ժամանակ անցկացնում ենք միասին։ Isn't that right? Ես ճիշտ եմ, Ջերի։ Մենք մի ժամադրությունների ենք գնում, մենք սիրում ենք իրար։ Love one another. Մեր ամուսնությունն այսքան ուժեղային պատճառով, որ մենք ժամանակ ենք անցկացնում իրար հետ։ You don't spend Եթե ժամանակ չանցկացնես Հիսուսի հետ, քո փոխհարաբերությունները նրա հետ ուժեղ չեն լինի։ Այնպես որ ժամանակ անցկացրու խոսքի մեջ։ Հաջորդ բանը, որ դու պետք է անես, դու պետք է միանաս որևէ տեղական եկեղեցու։ Եվ բոլոր հովիվներն ասեցին. That means get involved. Եղեք որևէ տեղական եկեղեցում, սա չի նշանակում, նայեք ինձ, սա չի նշանակում հայտնվիր Կիրակի առավոտյան եւ անհայտացիր ողջ Կիրակի, երկուշաբթի եւ չորեքշաբթի երեկոյան հումորային հաղորդումներ դիտիր։ Go to church. Գնա եկեղեցի ամեն անգամ, երբ եկեղեցու դռները բաց են։ And Եվ եթե դռները բաց չեն, ապա հարցրու հովին պատճառը, aren't open. ձանձրացրու նրան։ Ասա հովիվ, մեզ պետք է չորեքշաբթի երեկոյան աղոթքի ծառայություն անցկացնել։ Bug him. Tell him, Pastor, we need to have a Tuesday night prayer meeting. Monday Եվ night. նույնպես երկուշաբթի երեկոյան միացիր որևէ տեղական եկեղեցու։ Եվ վերջին բանը, որ դու պետք է անես, մկրտվելն է։ Բոլորդ ասացեք մկրտվել։ Baptism. Մկրտությունը ներքին գործողության արտաքին դրսևորումն է։ Դու պետք է մկրտվես։ Ցույց տուր աշխարհին, որ դու մահանում ես հին կյանքի համար եւ հարություն առնում նոր կյանքով։ In newness of life. Հալելույա։
Մենք ձեզ համար վերցանել ենք Սթիվ Հիլի արթնության դասական ուղերձները DVD տարբերակով, լի կրակով, գթասրտությամբ եւ արցունքներով։ Այս ուղերձները կառաջացնեն ձեզանում նոր ձգտում եւ սով Հիսուսի եւ Աստծուց ոգեշնչված ճշմարիտ արթնության հանդեպ։ Դրանք նույնպես հրաշալի նվերներ են ձեր փրկված եւ չփրկված հարազատների եւ ընկերների համար։ Հասանելի քարոզների ամբողջական ցուցակի համար այցելեք մեր ինտերնետային կայքեջը stivhill.org։ Ականատես եղեք Աստծո զարմանալի շարժմանը եւ նույնիսկ մասնակցեք դրան այսօր Սթիվ Հիլի զորավոր արթնության դասական քարոզների միջոցով։